Միջազգային ավետաբերը ներկայացնում է սատանայի խայծը դասընթացը։ Այն բաղկացած է 12 մասից, նպատակն է ազատել ձեզ վիրավորանքի թակարդից։ Որևէ առարկա շարժում կամ թափ են տալիս 5 պատճառով, իր հիմքի մոտեցնելու համար, մահացած մասերը հեռացնելու համար, հնձելու և ինչ որ հասունացել է արթնացնելու կամ միախառնելու համար։ 7-րդ դասում Ջոն Բիվերը ցույց է տալիս, որ Աստծո արքայության մեջ ամեն բան, ինչ կարող է շարժվել, կշարժվի։ Lesson number 7, are you ready? Դուք պատրաստ եք 7-րդ դասին, բացեք խնդրում եմ Ղուկասի ավետարանի 22-րդ գլուխը, թույլ տվեք մի խոսք կարդալ ձեզ համար Եբրայեցիների 12-րդ գլխից, պարզապես լսեք, սա նոր կենդանի թարգմանություն է, Պողոսը գրում է, նա այսինքն Աստված մեկ այլ խոստում է տալիս, նա ասում է, ևս մեկ անգամ ես կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նույնպես երկինքը, սա նշանակում է, որ ամեն ինչ երկրի վրա շարժվելու է, որպեսզի մնա միայն հավիտենական։ Ձեզանից քանիսը գիտեն, որ Աստված այդպիսի բաներ է անում։ Կարող եմ տեսնել ձեր ձեռքերը, ինչ է կատարվում, երբ դուք շարժում կամ ցնցում եք ինչ-որ բան։ Առաջինը ցնցումը մոտեցնում է առարկան իր հիմքին։ Երկրորդը այն հեռացնում է մահացած մասերը, այդպես չէ։ Երրորդը այն հնձում է այն, ինչ հասունացել է։ Չորրորդը այն արթնացնում է, և հինգերորդը այն միավորում կամ միախառնում է, որպեսզի այլևս բաժանում չլինի։ Հետաքրքիր է, այնպես չէ։ Ես ցանկանում եմ մի օրինակ բերել, որը Սիմոն Պետրոսի մեկ այլ փորձությունն էր։ Եկեք կարդանք Ղուկասի ավետարանի 22-րդ գլխի 21-րդ խոսքը։ Կարդանք 20-րդ խոսքից։ Այսպես էլ ընթրիքից հետո բաժակն առավ և ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որը ձեզ համար թափվում է։ Ուշադիր կարդացեք խոսք 21-ը։ Սակայն ահա իմ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է, և մարդու որդին գնում է ինչպես սահմանված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի։ Խնդրում եմ նայեք ինձ։ Սա վերջին ընթրիքն է, և նա հենց նոր հաղորդություն մատուցեց նրանց։ Նա լվաց նրանց ոտքերը և հետո լիակատար շփոթություն առաջացրեց, այդպես չէ։ Քանի որ այնտեղ 12-ն էին, նրա ամենամոտ գործակիցները, որոնք իր հետ էին 3.5 տարի, և Հիսուսը նայում է նրանց ու ասում. ձեզանից մեկը դավաճանելու է ինձ։ Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի զգացմունքներ էին տիրում այդ սենյակում, այսինքն ախորժակ այլևս չկար, օդը ծանրացել էր և մի պահ նրանք լուռ ապշել էին։ Նույնիսկ չգիտեին, թե ինչպես արձագանքել։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է նա բժշկում հիվանդներին, կերակրում նրանց ընդամենը մի քանի հացով։ Աշակերտները տեսնում էին, թե ինչպես էր Հիսուսը սովորեցնում իրենց ամենախորը բաները։ Նրանք գիտեին, որ նա է Քրիստոսը, Աստծո որդին, և նա նայում էր նրանց ու ասում. ձեզանից մեկը դավաճանելու է ինձ։ Լռությունից հետո մի պահ նրանք սկսեցին հարց ու փորձ անել։ Նայեք 23-րդ խոսքը։ Եվ նրանք սկսեցին հարց ու փորձ անել իրենց մեջ, թե իրենցից ով է արդյոք նա, որ այն բանը գործելու է։ Նրանք սկսեցին հարցնել, թե ով կարող է անել դա, ով կարող է մատնել Տիրոջը, բայց նրանց հարցման դրդապատճառները սխալ էին։ But the thing is, their questioning among themselves is not from a pure motive. Նայեք 24-րդ խոսքը։ Նրանց միջև մի վեճ էլ եղավ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի։ As to which of them should be considered the greatest. Now look up at me. Նայեք ինձ։ Հիսուսը խառնաշփոթ առաջացրեց։ Նրանք ապշած և լուռ էին, և հանկարծ սկսեցին հարցնել. ով կարող է անել սա։ Եվ այդ խոսակցությունը վերածվեց վեճի, թե ով էր մեծը։ Ես ցանկանում եմ ասել ձեզ, թե ինչպես նրանք անցում կատարեցին, հարցնելով ով է իրենցից մեծը, երբ սկզբում ցանկանում էին իմանալ, թե ով էր դավաճանելու իրեն։ Նրանք իսկապես հարցնում էին, ով է այդ մարդը, մեզանից ով կարող է անել դա, և հանկարծ ինչ-որ մեկն ասաց. դա ամեն դեպքում ես չեմ։
Ես հաստատ չեմ անի դա, որովհետև ես հավատարիմ եմ եւ այս բաներն եմ անել։ Նրանցից մեկն էլ ասաց. այո, իսկ ես այսպիսի բան եմ արել, այնպես որ ես չեմ այդ մարդը։ Այժմ ես կասեմ ձեզ, թե ով էր ամենից շատ արտահայտվում։ Կարող եք կռահել, իհարկե Պետրոսը, նա նայում էր բոլորին եւ ասում. լսեք, սպասեք մի րոպե, եկեք խոսենք այս մասին։ Ես հաստատ չեմ անի դա, որովհետև ես հայտնություն ունեմ, որ նա է Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Բոլորը սկսեցին նայել նրան շլացող հայացքով։ Չէ՞ որ դուք գիտեք, որ ես այն երեքից մեկն էի, ովքեր գնացին կերպարանափոխման սարը, եւ հենց ես առաջարկեցի, որպեսզի 3 տաղավար շինենք։ Եվ տղաներ, թույլ տվեք մի բան հիշեցնել ձեզ։ Ես հիշում եմ, երբ դուք 11-դ նստած էիք նավակում, իսկ ես քայլում էի ջրի վրայով։ Ինչ կասեք։ Այնպես որ Պետրոսը ստանձնեց գերիշխող դերն այդ խոսակցության մեջ։ Եվ նա վերհիշեց շատ բաներ այդ դիրքը հաստատելու համար։ Բայց գիտեք ինչ, լսեք հիմա մենք կարող ենք տեսնել, որ նրա կյանքը կառուցված չէր հայտնության, գիտության եւ Աստծո սիրո հիմքի վրա։ Քանի որ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է արմատացած եւ հիմնված լինենք Աստծո սիրո մեջ, այն կառուցված էր իր անձնական փորձությունների եւ իր անհատականության վրա։ Դուք ինձ հետ եք։ Այնպես որ Հիսուսն անմիջապես ընդհատեց այս խոսակցությունը եւ ասաց նրանց 25-րդ խոսքում. տղաներ, լսեք, ազգերի թագավորները տիրապետում են նրանց վրա եւ նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։ Բայց դուք ոչ այնպես, այլ ձեր միջի մեծը թող փոքրագույնի պես լինի եւ առաջնորդը ծառայողի պես, որովհետեւ ով է մեծ, սեղան նստողը թե ծառայողը, չէ որ սեղան նստողը, բայց ես ձեր միջև ծառայողի պես եմ։ Am among you as one who serves. So he immediately says, you guys. Հիսուսն անմիջապես ասաց. լսեք, դուք ընդհանրապես սխալ դրդապատճառներ ունեք։ Դուք պատկերացնում եք, թե ինչ էր կատարվում։ Նա ասում է, որ իրեն դավաճանելու են, իսկ նրանք վիճում էին, թե ով է իրենցից մեծը։ Նրանք մի խումբ երեխաների էին նման, այնպես չէ։ Այդ պատճառով Հիսուսը պետք է ուշքի բերեր նրանց ասելով. լսեք, ինձ դավաճանելու են, եւ սկսեց սովորեցնել այն մասին, թե ինչ է նշանակում ճշմարիտ խոնարհությունը եւ ծառայությունը։ Բայց ահա թե ինչն էր զարմանալի, նայեք 31-րդ խոսքը, եւ Տերն ասեց. Սիմոն, Սիմոն, արդյոք հետաքրքիր չէ, որ այժմ Հիսուսը Պետրոս չի անվանում նրան։ Are you seeing it? Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղի ցորենի պես։ Իսկ ով թույլ տվեց սատանային խնդրել Սիմոնի համար։ Now folks, what gave Satan permission to ask for Simon? Դե ասացեք։ Come on, say it. Say it. Pride. Հպարտությունը։ You see folks, թույլ տվեք մի բան ասել։ Աստվածաշունչն ասում է, որ խավարի հրեշտակները խավարի կապանքների մեջ են գտնվում։ Նրանք կարող են գործել միայն խավարի ոլորտում։ Ահա թե ինչու այդքան զորություն կա խոստովանության մեջ, որովհետև այն ինչի վրա դուք լույս եք սփռում, մուտք է գործում լույսի մեջ, այն ինչ դուք թաքցնում եք խավարի մեջ, մնում է խավարի տիրապետության ներքո։ Ահա թե ինչու է թշնամի մշտապես հարձակվում ձեր մտքի վրա։ Նա ցանկանում է բերդեր կառուցել։ Բերդերը մտքեր են, նրանցից յուրաքանչյուրն աղյուսի նման է, եւ եթե նա կարողացավ տուն կառուցել, ապա բնակվելու վայր կունենա։ Դիվահար մարդիկ պարզապես այնպիսի վայր են ձևավորել իրենց մտավոր կյանքում, որտեղ սատանան կամ դիվային իշխանությունները կարող են բնակություն հաստատել։ Հպարտությունը գրավում է թշնամուն այնպես, ինչպես սերը Սուրբ Հոգուն։ Այնպես որ սատանան թույլտվություն ստացավ, նա խնդրեց մաղել Պետրոսին ցորենի պես։ Մաղել բառը 31-րդ խոսքում հունարեն սինիազո բառն է։ Այն նշանակում է մաղել, շարժել մաղի մեջ։ This means to sift. Փոխաբերական իմաստով ցնցելով ներծը փորձել մեկի հավատքը միջև կործանման աստիճան։ To try one's faith to the verge of overthrow. So Jesus Այնպես որ Հիսուսն ասում է. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղի ցորենի պես։ Հիսուսը շարունակում է 32-րդ խոսքում. բայց ես աղաչեցի քեզ համար,
Տեսեք, թե ինչ է աղոթել Հիսուսը, որ քո հավատքը չպակասի եւ դու երբ որ դառնաս եղբայրներիդ հաստատիր։ Այսօր շատերն ասում են, լսեք, սատանան ցանկանում է մաղել մեր եղբայր Սիմոնին։ Մենք պետք է աղոթենք եւ կապենք սատանային հենց հիմա։ Սակայն Հիսուսը չաղոթեց սատանային կապելու համար, փոխարենը Հիսուսն աղոթեց, որ նրա հավատքը չպակասի։ Ինչու՞։ Որովհետև Հիսուսը գիտեր, որ հենց այդ պահին Պետրոսը չուներ այն, ինչ հարկավոր էր իր եղբայրներին զորացնելու համար։ Նա խոսքի հայտնություն ուներ, բայց նրա վստահությունը կառուցված էր իր անհատականության եւ շնչավոր ուժի վրա, այլ ոչ թե Տիրոջ։ Այնպես որ Հիսուսն ասաց. Ես թույլ կտամ, որպեսզի դու մինչև կործանման աստիճան անցնես այդ ցնցման միջով, որպեսզի շարժվի մահացած ամեն ինչ, որպեսզի դու ազատվես ողջ խավարից եւ այն բաներից, որ խանգարում են քեզ ուժեղ առաջնորդ լինելու։ Դուք ինձ հետ եք։ Պետրոսը շատ խիզախ էր շնչավոր առումով, որովհետև երբ մեկ այլ ավետարանում Հիսուսն ասաց, որ ձեզանից մեկը դավաճանելու է ինձ։ Գիտեք Պետրոսն ինչ ասաց։ Նա ասաց. Տեր, եթե բոլորը դավաճանեն քեզ եւ փախչեն քեզանից, քանի որ Հիսուսն ասաց, որ այդ գիշեր նրանք բոլորը փախչելու են։ Ես չեմ անի դա։ Ես ավելի շուտ կմեռնեմ։ Նա այնքան համարձակ ասաց դա, որ մյուսները հաստատեցին։ Այո, նա ճիշտ է։ Հիսուսը նայեց Պետրոսին, այսինքն Պետրոսը շարունակում էր խոսել եւ ասաց. Ճիշտ է, մինչեւ աքլուրի երկրորդ կանչը դու 3 անգամ կուրանաս ինձ։ Պետրոսն ասաց. Ոչ, ես կմահանամ, բայց չեմ ուրանա քեզ։ Նա ասաց. Շատ լավ, եւ նրանք գնացին Գեթսեմանե։ Աստվածաշունչն ասում է, որ Գեթսեմանում Հիսուսը մահվան չափ տրտմած էր։ Եվ ինչ նա արեց, նա 3 ժամ աղոթեց։ Հետաքրքիրն այն է, որ Ղուկասի ավետարանում մենք տեսնում ենք, որ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովհաննեսը մտերիմ էին Հիսուսի հետ։ Նրանց անձերը նույնպես տրտմած էին, որովհետեւ նրանք զգում էին վերահաս հակամարտությունը։ Հիսուսն աղոթում էր, իսկ մնացածը քնած էին։ Եվ Հիսուսն ասաց նրանց. Մեկ ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Հիսուսն ասաց. Այո, Պետրոս, դու հոժար ես։ Դու ասացիր, որ կմահանաս, բայց քո մարմինը տկար է, եւ դու պետք է հնազանդեցնես այն։ Բայց նա չէր աղոթում։ Նա գործում էր միայն իր անձնական շնչավոր ուժով։ Շատերը կասեն, որ Պետրոսը վախկոտ էր։ Ինչու՞։ Որովհետև նա ուրացավ Տիրոջը 3 անգամ մի կնոջ առջև, որ ծառա էր, այդպես չէ։ Այսինքն մենք այսպես ենք մտածում Պետրոսի մասին։ Այո, լավ է խոսում, բայց իրականում նա վախկոտ է, որովհետև ուրացավ Տիրոջն ինչ-որ կնոջ առջև։ Բայց կարող եմ մի բան ասել, քանի վախկոտներ դու գիտեք, ովքեր կանգնած լինելով մի ամբողջ բանակի առջև կվերցնեն իրենց ունեցած 2 թերերից մեկը, կհարձակվեն անմիջապես բանակի հրամանատարի օգնականի վրա եւ կփորձեն կտրել նրա գլուխը, սակայն կվրիպեն եւ կկտրեն նրա ականջը։ Ես չգիտեմ նման վախկոտներ։ Բայց նրա զորությունը շնչավոր էր։ Թույլ տվեք ասել հետևյալը. կան շատ մարդիկ, ովքեր ուժեղ շունչ ունեն եւ կան մարդիկ, ովքեր ուժեղ հոգի ունեն։ Եթե կարդաք Ղուկասի ավետարանի 2-րդ գլխի 49-րդ խոսքը, ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես ինքնաթիռով տուն վերադառնալից ես կարդում եի այս խոսքերը։ Եվ երեխան աճում էր եւ զորանում էր հոգով եւ անապատներում էր մինչեւ այն օրը, որ նա երևաց։ Այդ երեխան Հովհաննես Մկրտիչն էր։ Եվ զորանում էր հոգով բառերը դուրս թռան այդ էջից եւ հարվածեցին աչքերիս մեջտեղը։ Ես մտածեցի, այ քեզ բան։ Աստված ցանկանում է, որպեսզի մենք զորություն ունենանք մեր հոգիներում։ Եվ ես սկսեցի մտածել, որն է տարբերությունը ուժեղ շնչի եւ ուժեղ հոգու միջև։ Տարբերությունը կարելի է տեսնել միայն այն ժամանակ, երբ ճնշում է գալիս, քանի որ հոգևոր մարդը կհակազդի ճիշտ կերպով, իսկ շնչավոր զորություն ունեցող մարդը կանի շնչավոր հպարտ մի բան կամ մեկ այլ սխալ կգործի։ Ճնշումը ցույց կտա, թե որտեղ է մարդու զորությունը։ Դուք ինձ հետ եք։ Հիսուսն ասաց. Ես աղոթեցի, որ քո հավատքը չպակասի։ Ես ցանկանում եմ խոսել Հուդայի եւ Սիմոնի մասին։ Ես ցանկանում եմ խոսել նրանց տարբերությունների մասին։ Այս պահին Սիմոն Պետրոսը դժգույն կերպով է նկարագրված, բայց եկեք համեմատենք Սիմոն Պետրոսին Հուդայի հետ։ Նրանք 2 ընդհանուր բան ունեն։ Առաջինը 2-ն էլ մնացել էին մինչև վերջ։
Եթե հիշենք Հովհաննեսի 6-րդ գլուխը, ապա նրա աշակերտներից շատերը հեռացան, բայց Հուդան մնաց, ինչպես եւ Սիմոնը։ Երկուսն էլ ընդհանուր առմամբ ուրացան Հիսուսին նրա ամենադժվարին պահերին, ճիշտ է, բայց այստեղ նրանց ընդհանրություններն ավարտվում են։ Նրանց միջև հիմնարար տարբերություններ կան։ Հուդան իր ծրագրերն ուներ Հիսուսի հետ քայլելու ողջ ընթացքում։ Եթե դուք նայեք նրա խոսքերին բոլոր ավետարաններում, ապա հետաքրքիր արտահայտություններ կգտնեք։ Մատթեոս 26:15 Ինչ եք կամենում ինձ տալ, եւ ես կմատնեմ։ Այսինքն նա ամեն ինչ անում էր միայն իր համար։ Մատթեոս 26-ում նա ստում էր շողոքորթում էր շահի համար։ Նա նույնպես փող էր վերցնում իրենց ընդհանուր քսակից, այդպես չէ։ Իմաստն այն է, որ Պետրոսն ուրացավ նրան, իսկ Հուդան դավաճանեց։ Երկուսն էլ արեցին դա, երկուսն էլ զղջում էին իրենց արածի համար։ Բայց Հուդան չուներ այն հիմքը, որ Պետրոսն ուներ։ Մատթեոս 27:3-5 ես կկարդամ այն ձեզ համար։ Դուք կարող եք չբացել այդ տեղը ժամանակի սուղ լինելու պատճառով։ Այն ժամանակ նրա մատնիչը Հուդան տեսնելով, որ դատապարտվեցավ, զղջաց, այն 30 արծաթե ետ դարձրեց քահանայապետերին եւ ծերերին։ Եկեք կանգ առնենք եւ մտածենք այդ մասին։ Երբ նա տեսավ, թե ինչպես Հիսուսը դատապարտվեց, նախ եւ առաջ ես իսկապես հավատում եմ, Հուդան հավատում էր, որ Հիսուսն ինչ-որ կերպով դուրս կպրծներ դրանից։ Նա դուրս կպրծներ դրանից եւ դրա հետ մեկտեղ 30 արծաթ կունենար։ Դուք տեսնում եք նրա դրդապատճառները։ Բայց երբ Հուդան տեսավ, որ Հիսուսը դատապարտվեց, նա զղջաց։ Բոլորդ ասացեք տրտմած։ Նա տրտմած էր, բայց ոչ թե Աստծո, այլ աշխարհի տրտմությամբ։ Այն 30 արծաթը ետ դարձրեց քահանայապետերին եւ ծերերին եւ ասեց. Ես մեղ գործեցի անմեղ արյուն մատնելով։ Նրանք էլ ասացին մեզ ինչ, դու տես։ Եվ նա արծաթը գցեց տաճարի մեջ հեռացավ, գնաց ինքներեն խեղդեց։ Ուշադրություն դարձրեք այս արտահայտությանը։ Նա ասաց քահանաներին. Ես մեղ գործեցի անմեղ արյուն մատնելով։ Եթե Հուդան ճանաչեր Հիսուսին այնպես, ինչպես Սիմոն Պետրոսը, նա երբեք չէր ասի. Ես անմեղ արյուն մատնեցի։ Նա կգիտակցեր, որ մատնել է Տիրոջը, Քրիստոսին։ He betrayed the Lord, the Christ. Now, listen. Պետրոսը դիմացավ միայն այն պատճառով, որ գիտեր, թե ով էր Հիսուսը։ Ահա հիմքը։ It was a foundation. Հուդան երբեք հայտնություն չուներ այն մասին, որ նա Քրիստոսն էր, կենդանի Աստծո որդին։ Հուդայի համար նա ամեղ մարդ էր։ Եթե Հուդան հայտնություն ունենար այն մասին, թե ով էր իրականում Հիսուսը, նա կվերադառնար եւ կխնդրեր Աստծո ողորմությունը։ Ահա թե ինչու Սավուղը երբեք չէր խնդրում Աստծո ողորմությունը։ Սավուղն ասեց. Սամուել, արի եւ երկրպագիր ինձ հետ, որովհետեւ դու շփոթեցրիր ինձ իմ առաջնորդների առջև։ Նրան ավելի հետաքրքրում էր իր շփոթված վիճակը, նրա տխրությունը եսակենտրոն էր։ Դավիթն այնուամենայնիվ աղաղակեց Տիրոջը եւ ասաց. Քո եւ միայն քո դեմ եմ մեղանչել եւ հանձնվում եմ քո ողորմությանը։ Saul didn't. Peter had the revelation of Պատճառն այն էր, որ Դավիթը հայտնություն ուներ այն մասին, թե ով է Աստված, իսկ Սավուղը ոչ։ Պետրոսը հայտնություն ուներ այն մասին, թե ով էր Հիսուսը, իսկ Հուդան ոչ։ Ինչու՞մն է տարբերությունը։ Պետրոսը քաղցած էր, Հուդան ոչ։ Հուդան միայն տարված էր իր եսասիրական դրդապատճառներով, իսկ Պետրոսը քաղցած էր։ Երբ Պետրոսն առաջին անգամ տեսավ Հիսուսին, ասաց. Հեռացիր ինձանից, Տեր, ես մեղավոր մարդ եմ։ Նա տեսավ, թե ով էր նա։ Նա հայտնություն ստացավ իր ներսում Հիսուսի մասին։ Գիտեք, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, ահա թե ինչու։ Երբ ես շրջում եմ եկեղեցիներով եւ տարիներ անց կրկին վերադառնում, տեսնում եմ որոշ մարդիկ հեռացել են։ Նրանք նույնիսկ եկեղեցի չեն հաճախում եւ այլևս չեն ծառայում Աստծուն։ Բայց ես նույնպես տեսնում եմ ոմանց, ովքեր անցել են բազում պայքարների միջով, բայց դեռ եկեղեցում են։ Ինչու՞։ Որովհետեւ նրանք գիտեն, թե ով է նա։ Because they know who he is. When you have that Հիսուսն ասաց, revelation, որ երբ դուք ունենաք այդ հայտնությունը, ես կկառուցեմ իմ եկեղեցին այս ժայռի վրա։ Այդ ժայռը կայունություն է նշանակում, եւ նա, ով հավատում է դրան, շտապողականությամբ չի գործի։ Հիմա տեսեք, եթե մենք կրկին վերադառնանք Մարկոսի 4-րդ գլխի 16-րդ եւ 17-րդ խոսքերին, մի բացեք։ Ես կրկին կկարդամ այս առակը։ Don't go there, I'll just read it.
Նույնպես էլ քարքարոտ տեղը սերմվածները նրանք են, որոնք երբ որ խոսքը լսում են, շուտով ուրախությունով ընդունում են նրան եւ իրենց մեջ արմատ չունեն։ Կրկին ո՞րն է արմատը կամ հիմքը, հայտնության գիտությունը, այլ առժամանակային, հետո երբ որ այն խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, շուտով գայթակղվում են։ Մենք պետք է արմատացած լինենք Աստծո խոսքի մեջ։ Ամեն։ Մենք չենք կարող զոհել մեր կյանքերը մեկի համարում չենք վստահում, այդպես չէ։ Մենք պետք է հայտնություն ունենանք այն մասին, թե ով է նա։ Երբ մենք իսկապես հասկանանք, թե ով է նա, մենք կհասկանանք, որ նա սեր է, եւ երբ մենք իմանանք, որ նա սեր է, մենք կարողանանք վստահել նրան։ Մի անգամ ես ինքս պետք է պարզեի այս հարցը եւ մտածում էի այս մասին. ինչպես սատանան կարողացավ համոզել Եվային երես թեքել Աստծուց։ Մտածեք այդ մասին, նա ապրում էր Պարտեզում եւ Աստծո ներկայությունն այդտեղ էր։ Նա երբեք վատ վերաբերմունքի չէր արժանացել իր տնօրենից, ամուսնուց կամ հորից, նա ապրում էր կատարյալ հասարակության մեջ, ինչպես սատանան կարողացավ համոզել նրան երես թեքել Աստծուց։ Դա չի զարմացրել ձեզ, այսինքն դուք երբևէ մտածել եք այդ մասին։ Նշեք այս հատվածը Ղուկասի ավետարանում եւ եկեք բացենք Ծննդոց 3-րդ գլուխը։ Do you ever wonder that? I mean, have you ever thought about that? Ես ցույց կտամ ձեզ դա։ Ծննդոց 3-րդ գլուխ։ Genesis chapter 3 and I'll show you. Genesis Կարդանք 2-րդ գլխի 16-րդ խոսքը։ chapter 2 verse 16 you get the command. Այստեղ գրված է Աստծո պատվիրանը, եւ Տեր Աստվածը պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ նրանց կերած օրը մահով պիտի մեռնես։ Կրկին կարդացեք 16-րդ խոսքը։ Եվ Տեր Աստվածը պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր։ Ինչի վրա է նա շեշտադրում անում, որ դուք կարող եք ուտել ցանկացած ծառից, որը պարտեզում է, բայց կա բացառություն այն բարու եւ չարի գիտության ծառն է։ Շեշտադրումը հետեւյալն է. նայիր այն ամենին, որ դու կարող ես ուտել, բայց Աստված չէր ցանկանում ռոբոտներ ունենալ, նա ցանկանում էր այնպիսի մարդիկ, ովքեր կհնազանդվեին եւ կսիրեին իրենց ընտրությամբ, ճիշտ է։ Այնպես որ նա ասաց, բացի այս ծառից։ Այժմ տեսեք, թե ինչ կատարեց։ Նայեք 3-րդ գլխի առաջին խոսքին, եւ օծն ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր եւ կնոջն ասաց. իրավ Աստված ասաց, պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Օծը եկավ եւ հենց սկզբից ասաց. դու չես կարող ուտել այս ծառից, այդպես չէ։ Ապա ինչ նա արեց։ Նա հեռացրեց Եվայի աչքերն այն ամենից, ինչ նա կարող էր ուտել, եւ ուղղեց այն բանի վրա, ինչ չէր կարող։ Նա անուշադրությամբ մատնեց Աստծո առատաձեռնությունը, Աստծո շեշտադրումը եւ ուղղեց Եվայի հայացքը բացառության վրա։ Ես համոզված եմ, որ այս ընթացքում Եվան ուսումնասիրելով այդ պտուղը մտածում էր եւ ասում. «Սպասիր մի րոպե, այս պտուղը լավն է եւ այն իմաստուն կդարձնի ինձ եւ այն ցանկալի է իմ աչքերի համար»։ Եվան սկսեց գնահատել այն։ Նա նայեց այդ պտղին եւ ասաց. «Մի րոպե, այն լավ պտուղ է, հանգստացիր։ Եթե այս պտուղը բարի լիներ, ապա Աստված ինչ-որ լավ բան է պահում ինձանից»։ Եվ եթե նա ինչ-որ լավ բան է պահում ինձանից, ապա հետաքրքիր է, ուրիշ ինչ է նա պահել։ Եվ հանկարծ թշնամին ասում է. «Դու չես մեռնի»։ Եվան ասում է. «Շատ լավ, այն իմաստուն կդարձնի ինձ»։ Նա ինչ-որ բան էր պահում ինձանից։ Ինչ անում թշնամին։ Նա աղավաղում է Աստծո պատկերը ցույց տալով նրան վերցնողի, այլ ոչ թե տվողի տեսքով, նրա իրական էությամբ։ Հենց որ նա կարողացավ աղավաղել Աստծո էությունը, Եվան երես թեքեց նրանից։ Ձեզ երբևէ հետաքրքրել է, թե ինչու է նոր կտակարանում Հակոբոսն ասում. «Մի խաբվեք, ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում, լույսի հորից, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուկ չկա»։ Հակոբոսն ասում է հետեւյալը. «Աստծո կամքից դուրս ձեզ համար ոչ մի լավ բան չկա»։ Մի խաբվեք ինչպես Եվան։ Նրա կատարյալ կամքից դուրս ձեր կյանքի համար ոչ մի լավ բան չկա։ Այն կարող է լավը թվալ, այդ աղջիկը կարող է լավը թվալ, այդ բանը կարող է լավը թվալ, բայց այդպես չէ։ Մի խաբվեք։ Ահա թե ինչն է մարդուն հեշտության վիրավորանքի զոհ դարձնում։ Հուդան գիտեր Հիսուսի բնավորությունը, բայց երբեք չէր հետևում դրան։ Are you with me? Judas had the character of Jesus. Never had it right in his eyes. Peter on the other hand. Պետրոսը նույնպես գիտեր թե ով էր նա։
Եվ հենց այդ հիմքը պահեց նրան, երբ նա կործանման աստիճան ցնցվում էր։ Թույլ տվեք մի բան ասել ձեզ։ Պետրոսը գրեթե հանձնվելու եզրին էր։ Peter was on the verge of giving up. Do you know that Պողոսն ասում էր, որ Ասիայում այնպիսի ճնշումներ էին եկել իր վրա, որ նույնիսկ կյանքը հաճելի չէր նրա համար։ Դուք գիտեք, որ պատուհաս բառը բառացիորեն նշանակում է ամեն ինչ, որ ճնշում է բերում մեր շնչի վրա։ Պետրոսի այդ ցնցումն այն աստիճան սաստիկ էր, որ թվում էր, թե ամեն ինչ ավարտված էր։ Նա հանձնվեց։ Բացեք Մարկոսի ավետարանի 16:7 եւ տեսեք, թե ինչ ասաց հրեշտակը։ Բայց գնացեք նրա աշակերտներին եւ Պետրոսին ասեցեք, թե նա ձեզանից առաջ կգնա Գալիլեա։ Պետրոսը հանձնվել էր։ Are you seeing this? He thinks Նա մտածում էր ամեն ինչ ավարտված է։ But yet, now listen to me. What is it? Սակայն ինչը ետ բերեց նրան։ The revelation. Հայտնության գիտությունն այն մասին, թե ով էր նա։ That's why. Ահա թե ինչու Հիսուսը կարող էր նայել նրան եւ ասել. And say, all right, Peter. Լավ Պետրոս, դու սիրում ես ինձ։ Do you remember John? Հիշում եք, երբ նա ասաց դա Հովհաննեսի 21-րդ գլխում, դու սիրում ես ինձ, նա օգտագործում է հունարեն ագապե բառը, որը նշանակում է Աստծո սերը, որը զոհում է իր կյանքը։ Peter says, Հիսուսն ասում է, դու բավականաչափ սիրում ես ինձ, Պետրոս, որպեսզի զոհես քո կյանքը։ Նա կրկին հարցնում է նրան, կարդացեք այդ հատվածը։ Հովհաննես 21:15-րդ խոսքը։ Եվ երբ որ ճաշեցին, սահարությունից հետո էր, Հիսուսն ասաց Պետրոսին. Սիմոն, Հովանի որդի, սիրում ես ինձ, այստեղ ագապե բառն է, դրանցից ավելի։ Ուշադրություն դարձրեք, որ նա ասաց, դրանցից ավելի։ Գիտեք, թե ինչի մասին էր նա խոսում։ Նա չէր խոսում ձկների մասին, նա խոսում էր մնացած աշակերտների մասին, որովհետև որոշ ժամանակ առաջ նրանք վիճում էին, թե ով էր մեծ։ Հիսուսն ասաց, դու սիրում ես ինձ այն աստիճան, որ կյանքդ զոհես ինձ համար ավելի, քան այս մարդիկ։ Նա ասաց, այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Բայց գիտեք, որ Պետրոսը չպատասխանեց ագապեով, այլ ֆիլեով։ Պետրոսն ասաց, ես զգացմունքային սեր եմ տածում քո հանդեպ, բայց ոչ, ես չունեմ այն սերը, որ զոհում է իր կյանքը, քանի որ ես արդեն ապացուցեցի դա։ Եվ Հիսուսն ասաց, արածեցրու իմ գառները։ Հետո Հիսուսն ասաց նրան երկրորդ անգամ. Սիմոն, Հովնանի որդի, դու սիրում ես ինձ։ Նա կրկին օգտագործում է ագապե բառը։ Արդյոք դու բավականաչափ սիրում ես ինձ, որպեսզի զոհես քո կյանքը ինձ համար։ Նա ասաց, Տեր, ես զգացմունքային սեր եմ տածում քո հանդեպ, ֆիլեոն։ Այլ խոսքերով ես չունեմ այն սերը, որ պահանջվում է կյանքը զոհելու համար։ Եվ Հիսուսն ասաց նրան, հոգ տարին ոչխարների մասին, խոսք 17, երրորդ անգամ ասաց նրան, Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Եվ այս անգամ Հիսուսն օգտագործեց ֆիլեո բառը, դու սիրում ես ինձ զգացմունքային սիրով։ Պետրոսը տրտմեց, որովհետև երրորդ անգամ նրան ասաց, թե սիրում ես ինձ։ Եվ նրան ասաց, Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Ֆիլեո զգացմունքային սիրով Հիսուսը նրան ասեց, արածեցրու իմ ոչխարները։ Ինչ կատարվեց։ Նա հիմնահատակ կերպով ցնցվել էր։ Այժմ Պետրոսն այլևս չէր պարծենում իր սեփական կարողություններով։ Նա ասում էր. Հիսուս, ոչինչ թաքնված չէ քեզանից։ Այժմ ես գիտեմ, որ չունեմ այնպիսի սեր, որպեսզի զոհեմ իմ կյանքը։ Ես գիտեմ, որ ընդհանրապես զգացմունքային սեր եմ տածում քո հանդեպ։ Բայց թույլ տվեք մի բան ասել ձեզ։ Հիսուսն ասաց. Ես տեսնում եմ դա քո մեջ, Պետրոս, դու արածեցրու իմ ոչխարները։ Եվ հետո նա ասաց նրան. Կգա այն օրը, երբ քեզ կտանեն այնտեղ, որտեղ դու չես ցանկանա գնալ։ Նա խոսում էր այն մահվան մասին, որով նա կփառավորեր Հիսուսին։ Եվ եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ Պետրոսը խաչվելիս նայեց իրեն խաչողներին եւ ասաց. Ես արժանի չեմ մահանալ իմ տիրոջ մահով, այնպես որ հռոմեացիները գլխիվայր շրջեցին խաչը եւ նրա աղիքները կպան կոկորտին։ Ահա թե ինչպես նա փառավորեց Աստծուն իր մահով։ Այժմ նա ուներ այն սերը, որ պահանջում էր կյանքը զոհելու համար։ Այն նրա սեփական ուժը չէր, նա շարժվեց հիմնահատակ կերպով եւ հենց այդ հիմքից Տերը կառուցեց նրա կյանքը։ Ահա թե ինչի Աստված ցանկանում անել ձեզ է։ Եթե դուք քայլում եք ձեր շնչավոր կարողությամբ եւ ձեր վստահությունը նրանում չէ, Աստված ասում է. Ես գիտեմ, թե ինչպես շարժվել դա, որպեսզի իջեցնեմ քեզ այնտեղ, որտեղ դու կարող ես լիովին վստահել ինձ։ Հիսուսն ասում է. Եվ երբ որ դու ունենաս այդ հիմքը, դու չես վիրավորվի։ Հաջորդ 8-րդ դասում գայթակղության ժայռը Ջոնը ցույց է տալիս, որ Աստված կօգտագործի վիրավորանքը, որպեսզի արմատախիլ անի նրանց, ովքեր չեն պատկանում իրեն։ Միջազգային ավետաբերը ներկայացնում է սատանայի խայծը դասընթացը։ Այն բաղկացած է 12 մասից։ Նպատակն է ազատել ձեզ վիրավորանքի թակարդից։
Jesus offended the Pharisees. Հիսուսը վիրավորեց փարիսեցիներին, իր հարազատ քաղաքի բնակիչներին, իր աշակերտներին, իր ընկերներին, նույնիսկ իր ընտանիքին, բայց ինչու՞։ Որն էր նրա նպատակը։ Գայթակղության վեմը կոչվող դասում կպատասխանվեն այս եւ շատ հարցեր։ Lesson number 8. 8-րդ դասի ընթացքում մենք խոսել ենք գայթակղության վեմի մասին, եւ ես ցանկանում եմ կարդալ առաջին Պետրոսի 2-րդ գլխի 6-րդ խոսքը, որովհետեւ գրքում էլ կա, թե ահա Սիոնում անկյունի գլուխ, ընտիր պատվական քար եմ դնում, եւ նրան հավատացողը, ասացեք նրան հավատացողը, And he who believes չի ամաչի, on him will by no means be put to shame. Verse 7. Խոսքի 7. Արդ ձեզ հավատացյալներիդ, բոլորդ ասացեք հավատացյալներիդ, He is precious. պատվականություն է, բայց անհավատներին կամ անհնազանդներին, բոլորդ ասացեք անհնազանդ, այն քարը, որ շինողներն անարգեցին, նա անկյունի գլուխ եղավ։ Now, notice in verse Կրկին ուշադրություն դարձրեք 7-րդ խոսքին, ձեզ հավատացյալներիդ պատվականություն է, բայց անհավատներին կամ անհնազանդներին, that Peter ուշադրություն դարձրեք, որ Պետրոսը հակադրում է հավատալ եւ անհնազանդ բառերը։ Դուք տեսնում եք դա։ Նա ասում է, որ դրանք հակադրություններ են։ Այս երեկո ես ցանկանում եմ մի բան ասել։ Մեր լեզվում մենք թույլատրել ենք հավատալ բառի իմաստը եւ սխալ նշանակություն ենք տվել դրան։ Աստվածաշնչի հեղինակների օրերում հավատալ բառը նշանակում էր հնազանդվել։ Այսօր հավատալ բառը նշանակում է, որ դուք ընդունում եւ հավատում եք ինչ-որ մեկի գոյությանը, ինչը պարտադիր կերպով չի նշանակում, որ դուք հնազանդվում եք նրան։ Այսինքն, եթե դպրոցական քննությունների ժամանակ դուք ասեիք, որ հավատալ բառի հականիշն է անհնազանդությունը, դուք միավոր կկորցնեիք։ Եբրայեցիների 3-րդ գլուխ։ Այնքան կարևոր է, որ մենք հասկանանք սա։ Այսօր մենք շատ ենք աղավաղել այդ բառը, քանի որ սովորեցնում ենք, որ դուք պետք է միայն հավատաք, որ Հիսուսն ապրել է, մահացել Գողգոթյան խաչի վրա եւ հարություն առել, եւ դուք փրկված եք։ Ամեն ինչ հրաշալի է։ Դուք ճիշտ դիրքում եք Աստծո առջև։ Բայց ես ցանկանում եմ ցույց տալ ձեզ, որ հավատալ բառը նշանակում է հնազանդվել։ Եբրայեցիների 3-րդ գլուխն է 12-րդ խոսքը։ Եբրայեցիների հեղինակն ասում է. նայեցեք եղբայրք, ուշադրություն դարձրեք, նա խոսում է հավատացյալների հետ։ Նայեցեք եղբայրք, միգուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբվի կենդանի Աստծուց։ Բոլորդ ասացեք անհավատություն։ Եթե մենք վերցնենք անհավատություն բառը եւ դնենք մեր ժամանակվա համատեքստի մեջ, ապա հավատալ պարզապես նշանակում է ճանաչել ինչ-որ մեկի գոյությունը, այդպես չէ։ Կամ էլ դուք հավատում եք, որ Տերը կա եւ մահացել է խաչի վրա։ Այդ դեպքում ինչպես նրանք կարող էին անհավատ սիրտ ունենալ։ Նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ Աստված գոյություն ունի։ Խոս 15. Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերն ինչպես որ բարկանալու ժամանակում։ 16-րդ խոսք, որովհետև ոմանք որ լսել էին, բարկացրին, բայց ոչ թե Եգիպտոսից Մովսեսի միջոցով բոլորը դուրս եկածները։ Ումից զզվեց այն 40 տարին։ Չէ որ մեղ գործողներից որոնց ոսկորներն ընկան անապատի մեջ։ Այժմ ուշադիր կարդացեք 18-19 խոսքերը։ Եվ որոնց երթում արավ, որ իր հանգստի մեջ չպետք է մտնեն, եթե ոչ անհավատներին կամ անհնազանդներին։ Դուք նկատում եք, որ անհավատները եւ անհնազանդները հոմանիշներ են։ Այժմ կարդացեք 19-րդ խոսքը, եւ տեսնում եք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Այլ խոսքերով չհնազանդվելու պատճառով։ Հավատալ նշանակում է հնազանդվել, իսկ չհավատալ նշանակում է չհնազանդվել։ Մենք պետք է խորապես հաստատենք սա մեր սրտերում, որովհետև այն ավետարանը, որ քարոզում է մեր եկեղեցիներում, ասում է պարզապես հավատա, որ նա ապրել է, մահացել խաչի վրա եւ ամեն ինչ լավ կլինի։ Ոչինչ, եթե դու անհնազանդություն ցուցաբերես, ապրես ինչպես ցանկանում ես, բայց հասկանում եք, դա սուտ է։ Իսկ մենք պետք է քարոզենք ավետարանը։ Ես պարզել եմ, որ այսօր մարդիկ նույն կերպով աղավաղել են շնորհք բառը։ Նրանք նայում են շնորհքին ասես մեծ ծածկոցի։ Այլ խոսքերով ես գիտեմ, որ չեմ հնազանդվում, որ չեմ ապրում այնպես ինչպես պիտի ապրեմ, բայց փառք Աստծուն նրա շնորհքի համար։ Սակայն Հիսուսն ասաց, ոչ բոլորը, որ ինձ Տեր են ասում, կմտնեն արքայության մեջ, այլ նա, ով կատարի իմ Հոր կամքը։ Դավանելը չէ, որ մարդուն երկինք է տանում, այլ դավանելը եւ գործելը միառժամանակ։ Այժմ թույլ տվեք ասել ձեզ հետեւյալը. ոչ մի տղամարդ, ոչ մի կին, ոչ մի երեխա երբեք չեն կարող նայել Աստծուն եւ ասել. իմ բարի գործերի շնորհիվ ես տեղ եմ վաստակել քո արքայության մեջ։ Մենք փրկված ենք շնորհքով եւ միմիայն շնորհքով։ Այն պարգև է, որ այն անկարելի է վաստակել։ Սակայն Հակոբոսն ասում է, դուք իսկապես շնորհք ունեք։
Դուք իրականում հավատք ունեք, ցույց տվեք ինձ ձեր հավատքն առանց գործերի, իսկ ես ցույց կտամ ձեզ իմ հավատքը իմ գործերով, այլ խոսքերով վկայություն այն ամենի մասին, որ ես իրականում ունեմ Աստծո շնորհքն ինձանում իմ հնազանդությունն է։ Եթե ինչ-որ մեկը հետևողականորեն շարունակաբար ապստամբում է եւ չի հնազանդվում, ես կասեմ, որ նա իրականում չի ճանաչում Աստծուն։ Հիսուսն իր ծառայության մեջ կոչվում է գայթակղության վեմ։ Դուք նկատել եք, որ Հիսուսը ուր էլ գնար, նա վիրավորում կամ գայթակղեցնում էր մարդկանց։ Ովքեր էին այդ մարդիկ, ովքեր վիրավորվում էին նրանից։ Նա վիրավորում էր նրանց, ովքեր ճշմարիտ հավատացյալներ չէին, ունեն հնազանդություն եւ նույնպես նրանք, ովքեր սխալ հիմք ունեին իրենց կյանքում։ Հիսուսն այսպիսի մի բան ասաց, որ երկուսից մեկը պետք է կատարվի, կամ դուք ընկնելու եք քարի վրա եւ փշրվելու եք, կամ այդ քարն է ընկնելու ձեզ վրա եւ ջարդելու է ձեզ։ Ղուկասի ավետարան 2-րդ գլխի 25-րդ խոսքում գրված է. Եվ ահա Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր, եւ այն մարդն արդար ու աստվածավախ էր, եւ սպասում էր իր Իսրայելի մխիթարությանը, եւ Սուրբ Հոգի կար նրա վրա։ Եվ նրան պատգամ էր եղած Սուրբ Հոգուց, որ մարդ չի տեսնի մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կտեսնի։ Եվ հոգով բոլորդ ասացեք, հոգով եկավ տաճարը, եւ երբ որ ծնողները Հիսուս երեխային բերին, այդ ժամանակ Հիսուսը 33 օրեկան էր, որ օրենքի սովորության պես նրա վրա անեն, նա էլ առավ նրան, ընդունեց իր գիրկը եւ Աստծուն օգնեց եւ ասաց. հիմա արձակում ես քո ծառային, ով Տեր, քո խոսքի պես խաղաղությունով, որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկությունը։ Ինձ համար սա զարմանալի է, այս մարդը մտնում է տաճար, որտեղ հազարավոր մարդիկ կային, մի զույգ է մտնում Նազարեթից, վերցնում են նրանց 33 օրեկան մանկանը, բարձրացնում նրան եւ ասում. նա փրկությունն է, Մեսիան։ Սակայն 33 տարի անց փարիսեցիները, ովքեր անգիր կարող էին ասել Աստվածաշնչի առաջին 5 գրքերը, նայում էին, թե ինչպես է նա դևեր քշում եւ նույնիսկ չգիտեն, թե ով էր նա։ Ինչու՞մն է տարբերությունը։ What's the difference? He came in by Սիմեոնը եկավ հոգով։ Նա մտերմորեն ճանաչում էր Աստծուն։ Այժմ տեսեք, թե ինչ է նա ասում։ Խոսք 33։ Եվ Հովսեփը եւ նրա մայրը զարմացել էին այն բաների վրա, որ նրա համար խոսվում էին, եւ Սիմեոնն օրհնեց նրանց, եւ նրա մայր Մարիամին ասաց. ահա այս մանուկը կա Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակության նշան։ Այո, այժմ լսեք մարգարեությունը, եւ իսկ քո անձով սուր կանցնի, որ շատ սրտերից խորհուրդներ կհայտնվեն։ Ես ցանկանում եմ ասնել ավետարանով ցույց տալ, որ այդ մարգարեությունը բառացիորեն իրականացավ։ How that prophecy literally came true. Ուր էլ Հիսուսը գնար, լինում էին մարդիկ, ովքեր վիրավորվում էին իրենից։ Նա էր այն սուրը, որ խոցում էր մարդկանց անձերը։ Բացեք խնդրում եմ Մատթեոսի ավետարանի 15-րդ գլուխը։ Մատթեոսի 15 Մատթեոսի 15-րդ գլուխ կարդացեք 7-րդ խոսքը։ Հիսուսը առաջնորդերին ասաց հետևյալը. կեղծավորներ, լավ մարգարեացավ ձեր մասին Եսայան ասելով. այս ժողովուրդն իր բերանով է ինձ պատվում, բայց իրենց սրտերն ինձանից հեռացած ջոկված է, զուրտեղն են պաշտում ինձ, վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվիրաններ են։ Նայեք 10 եւ 11 խոսքերը։ Եվ ժողովուրդներն իր մոտ կանչելով ասեց նրանց. լսեք եւ իմացեք, ոչ թե բերանը մտնողն է պղծում մարդուն, այլ բերանից դուրս եկողը։ Նա է պղծում մարդուն։ 12-րդ խոսք։ Այն ժամանակ նրա աշակերտները մոտ գալով ասեցին նրան. գիտես, որ փարիսեցիներն այն խոսքը լսելով գայթակղվեցին։ Իհարկե նրանք գայթակղվել էին։ Հիսուսը նայեց նրանց եւ ասաց. դուք կեղծավորների խումբ եք, դուք մոտենում եք ինձ ձեր բերանով, բայց ձեր սիրտը հեռու է ինձանից։ Եվ սա վիրավորեց փարիսեցիներին, ովքեր կրոնական առաջնորդներ էին։ Այնպես որ աշակերտները եկան Հիսուսի մոտ. լսիր Հիսուս, քո քարոզն իսկապես վիրավորեց նրան, բայց ես ցանկանում եմ, որպեսզի դուք ուշադիր լինեք Հիսուսի խոսքերին։ Նայեք 13-րդ խոսքը։ Նա էլ պատասխան տվեց եւ ասեց. ամեն տունկ, որ իմ երկնավոր հայրը չտնկեց, կփոկվի։ Թույլ տվեք նրանց կույր առաջնորդեն կույրերի, եւ երբ որ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն։ Ինչ է Հիսուսն ասում այստեղ։ Հիսուսն ասում է, որ Հայր Աստված իրականում կօգտագործի վիրավորանքը, որպեսզի դուրս անի նրանց, ովքեր իրականում տնկված չեն նրա արքայության մեջ։ Այսօր կան շատ քարոզիչներ, ովքեր հեշտացնում են ավետարանի ուղերձը, որպեսզի ավելի շատ մարդիկ գան եկեղեցի։ Դա շատ հեշտ է։ Եթե դուք լայնացնեք ուղերձը, ապա կավելացնեք մարդկանց քանակը ձեր եկեղեցում։ Այստեղ խաբեություն կա։
They want so bad. Ծառայողներն այսպես են մտածում, նրանք այնքան են ցանկանում, որպեսզի մարդիկ խուսափեն դժոխքից եւ գնան երկինք, որ մտածում են. Ես չեմ ցանկանում այնպիսի խոսքեր ասել, որոնք կվանեն մարդկանց Հիսուսից, սակայն ես տեսնում եմ, թե ինչպես է Հիսուսը մշտապես վանում մարդկանց իր խոսքով, ճշմարտությամբ։ Թույլ տվեք կրկին ասել ձեզ, թե Աստվածաշունչն ինչ է անվանում նրան՝ գայթակղության վեմ կամ գլորման քար, որը նշանակում է մեծ ժայռաբեկոր։ Կարող եմ անկեղծ լինել ձեզ հետ, Ամերիկայում այնպես են քարոզում Հիսուսի մասին, որ նա այլևս գլորման քար չէ։ Մենք վերածել ենք նրան փոքրիկ խճաքարի, որի վրայով յուրաքանչյուրը կարող է քայլել։ Amen. Amen. I remember Ես հիշում եմ մի դեպք, որ կատարվեց մեր ճանապարհորդության առաջին տարվա ընթացքում։ Լիզան եւ ես գնում էինք հարանվանական հոգով լցված մի մեծ եկեղեցի։ and on the Sunday Անկեղծ ասած, այդ կիրակի առավոտյան ես քարոզեցի շատ ավելի հաճելի ուղերձ, քան այսօրվանը։ to be honest with you. Այն ապաշխարության մասին հիմքային քարոզ էր, եւ ծառայությունից հետո մենք գնացինք ճաշելու։ Հովիվը նայեց ինձ եւ ասաց. And after the service, we were at the cafeteria eating. The pastor looks at me and he goes, "Well, brother, Եղբայր, գիտես ինչ, Աստված իրականում դիպավ իմ սրտին այն խոսքերով, որ դու ասացիր այս առավոտ, բայց իմ համայնքը պատրաստ չէր people դրանց։ just weren't ready for him." He said, Նա "Because ասաց, որովհետեւ եթե ես սկսեի քարոզել նման բաներ, ես կկորցնեի իմ համայնքի 1/3-ը։ now before I could Մինչև ես կարձագանքեի, Լիզան թրծրեց բերանից։ She goes, "Since when?" Երբանից եք հովիվը դուք, այլ ոչ թե Հիսուսը։ And he looks at my Նա wife. նայեց կնոջս, իջեցրեց գլուխը, հետո կրկին բարձրացրեց եւ ասաց. That's what the Lord said. Աստված հենց դա ասաց ինձ մեկ ամիս առաջ։ Նա ասաց, ես գիտեմ, թե ինչ կարող են այս մարդիկ Now, տանել։ you know what's amazing? Զարմանալին այն է, որ հաջորդ 4 օրերի ընթացքում ես քարոզեցի այդ եկեղեցում եւ գիտեք շատ բաներ սկսեցին բացահայտվել։ Շատ անգամ երբ դուք գործում եք մարգարեական պարգևի մեջ, դուք նույնիսկ չգիտեք այս մասին։ Դուք մտածում եք, որ պարզապես խոսում եք ձեր սրտից, բայց Աստված պարզապես գամում է ինչ-որ բաներ։ Դուք հասկանում եք, թե ինչ եմ ասում։ Եվ ահա թե որտեղ ես սովորեցի, որ կրոնական ոգիները թունավոր են, այո, նրանք թունավոր են։ Եվ ես հիշում եմ, որ երբ հեռացա այդ եկեղեցուց, Հովիվն ինձ հոնորար տվեց։ What means more to me than the offering? Ինձ համար այդ զոհաբերությունից ավելի կարևոր էր Աստծո ժպիտը։ Սուրբ Հոգին ասում էր, ես գոհ եմ, որ դու ասացիր այն, ինչ ես ցանկանում էի։ Որովհետև թույլ տվեք մի բան ասել ձեզ, ես մեծ հոնորարներ եմ ստացել տարբեր քաղաքներում, բայց այն ժպիտը չկար, ես հիշում եմ մի մասնավոր դեպք։ Ես ներկայ եմ մեծ կոնֆերանսի, որտեղ կային 5 ազդեցիկ հովիվներ։ Եվ Սուրբ Հոգին ասաց ինձ, որպեսզի քարոզեմ վիրավորանքի ու սատանայի խայծի մասին։ Ես հիշում եմ, որ այլ գրքեր էի գրում եւ իմ սրտում նաեւ այլ ուղերձներ էին վառվում։ Ես չէի ցանկանում քարոզել սատանայի խայծի մասին, քանի որ ինձ թվում էր, թե ես այնքան էի քարոզել այն, որ ուղերձի ազդեցությունը կարող էր ավելի թույլ լինել։ Ես հիշեցի, որ գնացի այդ հավաքույթին եւ քարոզեցի այն, ինչ վառվում էր սրտումս։ Մարդիկ խանդավառվեցին, նրանք կանգնեցին եւ գոչեցին. «Այո, այսինքն դու գիտես, թե ինչ ես անում»։ Եվ վերջում նրանք բոլորը գետնի վրա էին եւ մենք հրաշալի ծառայություն անցկացրեցինք։ Հաջորդ առավոտյան, երբ ես արթնացա, ես ոտքի չկանգնեցի, այլ գրկեցի ծնկներս, որովհետեւ Սուրբ Հոգին ամբողջովին պատել էր ինձ եւ ոչ իր ուրախությամբ։ Ես հիշում եմ, որ ասացի. «Տեր, անցած երեկո ես չքարոզեցի այն, ինչ դու ցանկանում էիր»։ Այդպես չէ, եւ նա ասաց. «Ոչ, դու չքարոզեցիր»։ Եվ ես ասացի. «Տեր, ներիր ինձ»։ Ես սկսեցի ներում խնդրել, բայց այդ բեռը չէր հեռանում։ Ինձ թվում էր, թե ես մահանալու էի, այնպես որ ես գնացի օդանավակայան եւ ուղևորվեցի դեպի արևմտյան ափ։ Ամբողջ ճանապարհին ասում էի. «Աստված, խնդրում եմ, ների ինձ»։ Ինձ թվում է, որ ես հիմա մահանալու եմ։ Վերջապես մենք հասանք Սան Դիեգո եւ սկսեցինք շրջել քաղաքով եւ անկարծ այդ ծանրությունը, այդ ծանր բեռը, մեղքի զգացումը այսպես վերցվեց ինձանից։ Այն ուղղակի գնաց։ Աստծո Հոգին խոսեց ինձ հետ եւ ասեց. «Սա նոր քաղաք է, այժմ հնազանդվիր ինձ»։ Ես ասացի. «Տեր, ես առավոտից խնդրում եի, որպեսզի դու ներես ինձ։ Ես 2 ժամային գոտի անց, այնպես որ ստիպված էի 2 ժամ ավելի կրել դա։ Ինչու դու թույլ տվեցիր ինձ կրել այդ ողջ օրվա ընթացքում»։ Եվ Աստծո Հոգին ասաց. «Որովհետեւ ես ցանկանում էի, որպեսզի դու իմանաս քո արածի լրջությունը»։ Անցած երեկո այդ հավաքույթին կային հովիվներ, ովքեր պետք է լսեին այն, ինչ ես դրել էի քո սրտում վիրավորանքի մասին, իսկ դու քարոզեցիր այն, ինչ ցանկանում էիր, եւ նրանք բաց թողեցին այն, ինչ ես ցանկանում էի տալ նրանց, եւ ես ասացի. «Աստված, այլևս չեմ անի դա»։ Բայց տեսնում եք, այստեղ իրականում սարսափելի մի բան կա։ Մարդիկ կարող են վերաբերվել այդ մեծ հովիվներին այնպես, ինչպես ես, իսկ հետո սկսեն նման մոտեցում ցույց տալ նաեւ այլ մարդկանց, եւ այդ պատճառով ուրախ եւ զգայուն ուղերձներ քարոզել, որպեսզի մարդիկ գան, ապրեն մեղքի մեջ, բայց միևնույն է հարմարավետ զգան իրենց։ Թույլ տվեք մի բան ասել,
ճշմարտությունը խոցում է եւ ներս է թափանցում։ Նա գայթակղության վեմն է, նա գլորման քարն է, բայց փոխարեն այսօր Միացյալ Նահանգներում մարդիկ ցանկանում են ստեղծել «Եկ Հիսուսին եւ ստացիր ուղերձը»։ Եկեք այնպես անենք, որ մարդիկ քաղցած լինեն այն բաների հանդեպ, որ Աստված կարող է անել նրանց համար։ Այնպես որ արդյունքում մարդիկ գալիս են եւ փնտրում ասում այն բաների համար, որ նա կարող է անել իրենց կյանքում, այլ ոչ թե նրա համար, թե ով է ինքը։ Եվ սա նման է մի կնոջ, ով ամուսնանում է հարուստ տղամարդու հետ փողի համար։ Նա չի ամուսնանում զուտ նրա համար, այլ այն բանի, որ նա կարող է տալ իրեն։ Ճշմարտությունը քարոզող մարդը քարոզում է Աստծո բնավորությունը, նա ամենից շատ հետաքրքրված է, որ մարդիկ նմանվեն Հիսուս Քրիստոսի պատկերին։ Սիրելիներս, սա քրիստոնեության նպատակն է։ Քրիստոնեության նպատակն է կերպարանափոխվել նրա պատկերով։ Երբ ինչ-որ մեկը հոգու մեջ է եւ խոսում է Աստծո խոսքը, թույլ տվեք ասել ձեզ, դա դուրս է հանում այն, ինչ կա ձեր սրտում։ Դա խոցում է ձեր սիրտը։ Եթե ուղերձը պարզապես հաճելի եւ լավ զգացողություններ է պարգևում, ես չեմ կարծում, որ այն եկել է գայթակղության բեմից։ Ամեն։ Այնպես որ ավակներ, մենք պետք է մի բան հասկանանք։ Կլինեն ժամանակներ, երբ Աստված մեզ նյութ կտա քարոզելու համար եւ այն ուղղակի պարզ եւ հասարակ ճշմարտություն կլինի։ Ես չեմ խոսում այնպիսի հայտնության մասին, որ Աստվածաշնչից չէ։ Ես խոսում եմ պարզ ճշմարտության մասին, այն կվրդովեցնի մարդկանց, գուցե նրանք կգնան։ Amen. Բայց Հիսուսն այսպես է մտածում, թող գնան, ամեն, դուք կմտածեք, դրանում այնքան էլ սեր չկա։ Այո, կա, որովհետև դուք չեք կարող խառնել ցորենը որոմների հետ, դուք չեք կարող խառնել օձերին եւ գայլերին գառների հետ։ Եվ Աստծո խոսքը կհայտնի, թե ինչ կա մարդկանց մեջ։ And the word of God will expose what's in people. Go with me, please. Խնդրում եմ բացեք ինձ հետ Մատթեոս ավետարանի 13-րդ գլուխը։ Մատթեոս 13:55-րդ խոսք։ Հիսուսն իր քաղաքում է, այստեղ նա վիրավորեց իր քաղաքի բնակիչներին, կարդացեք 54-ից։ Եվ գալով իր գավառը նրանց ժողովարանում սովորեցնում էր նրանց, այնպես որ զարմանում էին նրանք եւ ասում, որտեղից է սրա այս իմաստությունը եւ զորությունները, չէ որ սա Հյուսնի որդին է, չէ որ սրա մայրը Մարիամ է կոչում եւ եղբայրները Հակոբոս եւ Հովսես եւ Սիմոն եւ Հուդա, եւ չէ որ սրա ամեն քույրերը մեզ մոտ են, ապա որտեղից է սրան այն ամեն բաները, եւ գայթակղվում էին նրա վրա։ Հիսուսն էլ ասեց նրանց. մի մարգարե անարգված չէ, բայց միայն իր գավառի եւ իր տան մեջ։ Ինչը վիրավորեց նրանց, այն ճշմարտությունը, որ նա քարոզում էր, այն հրաշքները, որ անում էր։ Հետաքրքիրն այն է, որ նրանք չեն վիրավորում նրանցից, եւ նա համեստյուսնի որդի է, եւ մտորելով եւ աղոթելով քայլում էր Գալիլեայի բլուրներով։ Նրանք վիրավորված չէին այդ ժամանակ, ամեն ինչ սկսվեց եւ նա ոտքի ելավ եւ խոսեց Աստծո խոսքը։ Նրանք վիրավորված էին։ Նա վիրավորեց իր քաղաքում բնակվող մարդկանց։ Եվ մեկ այլ ավետարանում մենք տեսնում ենք, որ նրանք այն աստիճան վիրավորվեցին, որ փորձեցին տանել նրանց Սարի ծերպի մոտ, նետել այդտեղից եւ սպանել։ Ահա թե ինչպես էին նրանք զայրացել Հիսուսի վրա։ Ասում եմ ձեզ, կրոնական մարդիկ թունավոր են։ Ես ասացի, որ նրանք թունավոր են։ Նա վիրավորեց իր իսկ ընտանիքի անդամներին։ Եթե դուք բացեք Մարկոսի ավետարանի 3-րդ գլխի 21-րդ խոսքը, եւ նրա ընտանիքը, գիտեք այն ժամանակ, երբ ես փրկվեցի, կաթոլիկ էի, եւ երբ փրկվեցի, երբ ես պարզեցի, որ Հիսուսը եղբայրներ եւ քույրեր ուներ, գլխիս ասես սառը ջուր լցնեին։ Նա ուներ 4 եղբայր եւ շատ քույրեր։ He had 4 brothers and a bunch of sisters. Նման բան չի լինում կուսական ծննդյան հետևանքով։ Մարիամը կույս էր եւ ծնեց Հիսուսին, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո նա չէր կարող երեխաներ ունենալ։ Եվ նրա ընտանիքը լսելով դուրս եկան նրան բռնելու, որովհետեւ ասում էին, թե գժվել է։ Եվ նրա ընտանիքն ասաց, նա խելագարվել է, խելքը թրծվել է։ Այժմ նայեք 31-րդ խոսքը։ Եվ հետո նրա եղբայրները եւ մայրը եկան եւ դուրսը կանգնած էին։ Now look at verse 31. Then his brothers and his mother came standing outside. They wouldn't even come in. And they sent in him. Նույնիսկ ներ չմտան, այլ մարդ ուղարկեցին նրան կանչելու համար, որովհետև մտածում էին, որ նա խելքը թրծրել էր եւ ցանկանում էին տուն տանել նրան։ Ահա մայրդ եւ եղբայրները դուրսը քեզ են ուզում։ Եվ նա նրանց պատասխանեց եւ ասաց. ով է իմ մայրը կամ իմ եղբայրները։ Եվ իր 4 կողմով նստածներին մտիկ տվեց եւ ասաց. ահա իմ մայրը եւ իմ եղբայրները, որովհետև ով որ կատարի Աստծո կամքը, նա իմ եղբայրը եւ քույրը եւ մայրը։ Ես հիշում եմ, երբ փրկվեցի, իմ ընտանիքն այնքան էլ խանդավառված չէր։ Նրանք բնավ ուրախ չէին։ Եվ ես հիշում եմ, որ ինձ նույնիսկ չէին հրավիրում հորս կազմակերպած որոշ երեկույթների, նույնիսկ նրա թոշակի անցնելու հետ կապված երեկույթին, որովհետև մտածում եմ, որ ես քարոզելու եմ բոլորին։
Եվ այդ ժամանակ ես հանկարծակի բերեցի նրանց ասելով, որ գնում եմ աստվածաշնչյան դպրոց, մայրս ասաց, դու աստվածաշնչյան դպրոց կգնաս իմ դիակի վրայով։ Այդ ժամանակ ես ինժեների դիպլոմ ունեի, նրանք մեծ հույսեր ունեին ինձ հետ կապված։ Նրանք ասացին, եթե մտնես ծառայության մեջ, պետք է քահանա դառնաս։ Ես պատասխանեցի, ոչ, հայրիկ եւ մայրիկ, Աստված կանչում է ինձ աստվածաշնչյան դպրոց։ Ես ասացի, մայրիկ, ես հարգում եմ եւ սիրում քեզ, բայց ահա թե ինչ է Աստված ասում ինձ անել։ Եվ նա ասաց, լավ, բայց դու ինքդ ես վճարելու դրա համար։ Ես ասացի, լավ, ես ինքս կվճարեմ։ Եվ գիտեք ինչ է հետաքրքիր, երբ ես որոշեցի ծառայել Աստծուն, իմ ընտանիքն անարգեցին։ Հիսուսի ընտանիքը նույնպես մերժեց նրան, բայց կա ստույգ մի բան. դուք կարող եք տեսնել, որ նրա մայրը եւ եղբայրները վերնատանն էին։ Աստված ցույց տվեց ինձ սա։ Ես ասացի, Տեր, ես կհնազանդվեմ քեզ, իսկ դու հոգ տար իմ ընտանիքի մասին։ Եվ գիտեք, կա մի հստակ մի բան։ Այժմ մայրս եւ հայրս կարդում են իմ գրքերը եւ դիտում են տեսագրությունները։ Եվ գիտեք ինչ, երբ հայրս 79 տարեկան էր, իսկ հիմա նա 82 է, ես արտոնություն ունեցա աղոթել նրա հետ, որպեսզի նա ընդուներ Հիսուս Քրիստոսին։ Եվ գիտեք ինչն է հաստատ, իմ պապը, մայրիկիս հայրը իսկական իտալացի էր։ Նա շատ նվիրված կաթոլիկ էր։ Նա հալածում էր ինձ ավելի շատ, քան ցանկացած մարդ մեր ընտանիքում։ Նա այդ անում էր եւ խոսքերով եւ ձեռքերով։ Ես հիշում եմ, թե ինչպես էր Տերը պարզապես ասում՝ սիրիր նրան, սիրիր նրան, սիրիր նրան, եւ ես շարունակ սիրում էի եւ գիտեք ինչ, երբ նա 89 տարեկան էր, ես առաջնորդեցի նրան Տիրոջ մոտ։ Եվ նրա դարձի գալն այնքան հզոր էր, որ ամեն անգամ երբ ես գալիս էի նրա բնակարանն, նա նստած լաց է լինում, գլուխն ափերով բռնած, եւ ասում էր ինձ. «Ինչ է կատարվում ինձ հետ»։ Նա ասում էր. «Ինձ թվում է, որ ես խելագարվում եմ, որովհետեւ ես անդադ լաց եմ լինում։ Ես միայն լաց եմ լինում, երբ աղոթում եմ, երբ դու ես գալիս»։ Ես ասացի. «Գիտես թե ինչ է դա, դու ապրել ես 89 տարի առանց Աստծո սիրո, եւ այժմ Աստծո սերն ու Աստծո ներկայությունը քո կյանքում են, եւ երբ Աստծո ներկայությունը գալիս է, դու ուղղակի հեկեկում ես, փոքրիկ երեխայի պես»։ Break it like a little baby. And it was so այնքան հրաշալի է։ 89 տարեկանում նա ասաց ինձ. Տերն ասաց, որ ես ապրելու եմ եւս 2 տարի, եւ գիտեք ինչ, 91 տարեկանում նա գնացնում Տիրոջ մոտ։ Այնպես որ երբ դուք հնազանդվում եք Աստծուն, Աստված ասում է. Ես հոգ կտանեմ քո ընտանիքի մասին։ Պարզապես նրանց առջև ապրեք Աստծո կյանքով։ Այսօր մենք արդեն տեսանք, որ նա վիրավորեց իր սեփական աշակերտներին, իր քարոզով։ Նա այնքան ուժեղ բան քարոզեց, որ նրա հետևորդներն ասեցին. մենք չգիտենք թե ինչպես վերաբերվենք սրան, մենք գնում ենք։ Երբ նրանք գնացին, նա չվազեց նրանց ետևից ասելով. տղաներ, դուք պետք է վերադառնաք։ Նա դարձավ մնացածներին եւ ասեց. դուք նույնպես ցանկանում եք գնալ։ Նա պատրաստ էր ամեն ինչ ինքնուրույն սկսել զրոյից։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը վիրավորում էր մարդկանց ճշմարտությամբ։ Նա նույնպես վիրավորում էր իր մտերիմ ընկերներին։ Եթե դուք բացեք Հովհաննեսի ավետարանի 11-րդ գլուխը, ապա կգտնեք այնտեղ Ղազարոսին, ով նրա ընկերն էր, ինչպես նաև Մարթային ու Մարիամին։ Ղազարոսն հիվանդացավ եւ Մարթան ու Մարիամը տեղեկացրին Հիսուսին։ Այժմ դուք պետք է հասկանաք, Հիսուսը Հուդայի տարածքում էր եւ սովորեցնում էր մի տան մեջ։ Եվ այս մարդիկ պետք է ամենուր փնտրեին նրան։ Ի վերջո նրանք գտան Հիսուսին այդ տանը եւ ասացին. Հիսուս, դու պետք է շատ շտապ գաս, քո շատ մտերիմ ընկերը Ղազարոսը հիվանդ է, նա մահանում է։ Եվ գիտեք թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Երբ Հիսուսը լսեց նրա հիվանդության մասին, մնաց այստեղ եւս 2 օր։ Իսկ այս ժամանակ Տերն ասաց ինձ. դու գիտես թե ինչ կանեիր, կցածկեիր մեքենայիդ մեջ, կվերցնեիր Աստվածաշունչը, կհագնեիր բաճկոնդ, կպատեիր նրա ճակատը յուղով եւ կասեիր. եղիր բժշկված Հիսուսի անունով։ Եվ նույնիսկ չէիր նայի քո ներսը, տեսնելու համար թե ինչ եմ ես ասում։ Բայց նա ասաց. ես միայն անում եմ այն, ինչ իմ հայրն է անում, իսկ իմ հայրը ցանկանում է, որպեսզի ես սովորեցնեի։ Եվ նա ասաց. ես պարզապես կշարունակեմ սովորեցնել։ Կարող եք պատկերացնել այն մարդկանց։ Միթե նրա հոգը չէ։ Ես համոզված եմ, որ նրանցից մի երկուսը վերադարձան Մարիամի եւ Մարթայի մոտ ու ասեցին. նա պարզապես այդտեղ նստած է, նա ոչինչ չի անում։ Այդ ժամանակ Ղազարոսը մահանում է։ Եթե դուք ուշադիր կարդաք, ապա կզարմանաք։ Գիտեք թե որոնք էին Մարթայի եւ Մարիամի առաջին խոսքերը, որ դուրս եկան նրանց բերանից։ Ես խոսում եմ իրական Մարիամի մասին, ավետարանի այդ կրակոտ կնոջ մասին, նա ով նստած էր նրա ոտքերի մոտ։ Նրանք ասեցին հետեւյալը. եթե դու այստեղ լինեիր, Ղազարոսը չէր մահանա։ Նրանք վիրավորված էին։ Այսինքն ինքներդ կարդացեք։ Ահա առաջին խոսքերը, որ դուրս եկան նրանց բերաններից։ Տեր, եթե դու այստեղ լինեիր, նա չէր մահանա։ Նրանք պետք է հաղթահարեին իրենց վիրավորանքը։ Ցանկանում եք իմանալ, թե ում էր Հիսուսը վիրավորել։ Հովհաննես Մկրտչին։ Բացեք ինձ հետ Ղուկասի ավետարանի 7-րդ գլուխը եւ դուք կզարմանաք։ Եվ Հովհաննեսին պատմեցին իր աշակերտներն այս բոլոր բաների համար, եւ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին կանչեց իր մոտ։ Ուղարկեց Հիսուսի մոտ եւ ասաց. դու ես այն, որ գալու ես, թե ուրիշի սպասենք։ Ինչ նկատի ունես։ Դու ես այն, որ գալու է, թե ուրիշի սպասենք։ Սա Հովհաննես Մկրտիչն է ասում։ Նա կանչեց Հիսուսին, երբ դեռ իր մոր որովայնում էր։ Նա ցատկեց։ Այսինքն երբ նա մկրտում էր Հիսուսին, նա տեսավ, թե ինչպես Աստծո հոգին իջավ նրա վրա աղավնու նման, եւ Տերը խոսեց նրա հետ եւ ասաց. նա կմկրտի մարդկանց Սուրբ Հոգով եւ կրակով։
Նա Քրիստոսն է, Աստծո գառը, այդպես չէ։ Իսկ ինչու է նա ասում. դու ես այն, որ գալու է։ Ինչու է նա այդպես վարվում, որովհետև հիշեք, թե ինչ ասացի։ Առաջին դասի ժամանակ մենք վիրավորանք ընդունելու թեկնածուներ ենք եւ սպասումներ ունենք։ Հովհաննեսն անձնել էր իր կյանքն Աստծո ծառայելուն։ Ոչ միայն դա, նա սկսել էր մորեխներ եւ մեղր ուտել։ Նա օղտի մազից հագուստ էր կրում կաշվեգոտիով, որ թույլ չէր տալիս, որպեսզի այն արձակվեր։ Հիսուսն առանց կարերի վերարկու էր հագնում։ Դուք պետք է հասկանաք, որ այն լավն էր։ Այն այնքան լավն էր, որ հռոմեացի զինվորները վիճակ գցեցին տեսնելու համար, թե ով էր վերցնելու այն։ Ահա թե որքան լավն էր այն։ Նա ուտում էր մեղավորների հետ։ Նա խմում էր նրանց երեկույթների ժամանակ։ Եվ նա չեկավ, որպեսզի այցելեր Հովհաննեսին բանտում։ Եվ Հովհաննեսը մտածեց. մի րոպե, ես նման բան չի ակնկալում։ Տեսեք, թե ինչ արեց Հիսուսն այստեղ։ Նա ասաց ուշադիր եղեք 20-րդ խոսք։ Այն մարդիկ էլ նրա մոտ գալով ասացին. Հովհաննես Մկրտիչն է ուղարկել մեզ քեզ մոտ եւ ասում է. դու ես այն, որ գալու է, թե ուրիշի սպասենք։ Եվ Հիսուսն ասաց. վայ խեղճ տղա։ Խոսք 21 եւ այն ժամին շատերին բժշկեց հիվանդություններից եւ հարվածներից եւ չար ոգիներից եւ շատ կույրերին տեսնել շնորհեց։ 22 Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. գնացեք Հովհաննեսին պատմեք, ինչ որ տեսաք եւ լսեցիք, որ կույրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, աղքատներին ավետարան է քարոզվում։ Նա մեջբերում էր Եսայային, այդպես չէ, եւ նա ասաց որպես ետգրություն, եւ երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվի։ Այ քեզ բան։ Are you getting this? Let me tell you something. Թույլ տվեք մի բան ասել ձեզ։ Նա գայթակղության վեմն է։ And I'm going to tell you this. Եվ ես ասելու եմ ձեզ հետևյալը։ Նա բացարձակ ճշմարտությունն է։ Նա ճշմարտությունն է, եւ երբ որ դուք երբեմն հակառակվում եք ճշմարտությանը եւ այնպիսի բաներին, որոնք այնքան էլ ճիշտ չեն ձեր կյանքում, դուք ճշմարտության վրա ընկնելու եւ կոտրվելու հնարավորություն ունեք։ Գիտեք, ձյուն կարելի է ընտելացնել միայն նրա կամքը կոտրելուց հետո։ Այս մարդիկ Հովհաննես Մկրտիչը, Մարթան, Մարիամը, Ղազարոսը, նրա աշակերտները սիրում էին նրան, բայց նրանք բոլորն էլ պետք է հակառակության հանդիպեին գայթակղության վեմից։ Նույնիսկ Պետրոսն ասում է. ուր գնանք։ Բայց գիտեք ինչ, նա այնքան շատ է սիրում մեզ, որ չի ցանկանում նույնը մնանք։ Պարզապես հիշեք, սա հաջորդ անգամ, երբ մտածեք գայթակղության վեմի մասին։ Հիսուսը գայթակղության վեմն է, բայց նա երբեք չէր վիրավորել որևէ մեկին իր անձնական իրավունքների պատճառով։ Փոխարենը մարդիկ վիրավորվում էին Աստծո խոսքից։ 19-ում Ջոնը ցույց է տալիս այս ուղերձի հակառակ կողմը, այն կոչվում է, որպեսզի չվիրավորենք նրանց։ Messenger International. Միջազգային ավետաբերը ներկայացնում է Սատանայի խայծը դասընթացը։ Այն բաղկացած է 12 մասից։ Նպատակն է ազատել ձեզ վիրավորանքի թակարդից։ Ինչի եք պատրաստ հանուն ձեր անձնական իրավունքների։ Արդյոք ճիշտ է վիրավորել մարդկանց։ Ինչպես կվարվեք, եթե ձեր քայլերն ակնհայտորեն վիրավորեն որևէ մեկին։ 19-ում, որը կոչվում է, որպեսզի չվիրավորենք նրանց, Ջոնը խոսում է այս բարդ հարցերի մասին։ Մենք պատրաստ ենք սկսել Սատանայի խայծը տեսադասընթացի 9-րդ մասը։ Թույլ տվեք մի փոքր կրկնել այն, ինչ քննարկում էինք անցած երեկո։ Մենք տեսանք, որ Հիսուսի անունը գայթակղության վեմ է։ Եվ մենք հասկացանք, որ նա վիրավորում էր մարդկանց ամենուր։ Նույնիսկ զարմանում ես, երբ տեսնում ես, թե որքան մարդու նա վիրավորեց։ Ամեն։ Ճշմարտությունը վիրավորելու է, եթե վիրավորվես։ Ամեն։ Եվ Աստված կօգտագործի դա քո աճի համար կամ դու կսայթաքես դրանից։ Մենք տեսանք, թե ինչպես Հիսուսը վիրավորեց փարիսեցիներին։ Նա այնպիսի բան ասաց, որ նրանց դուրն ընդհանրապես չեկավ, եւ աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. Գիտես, որ փարիսեցիներն այն խոսքը լսելով գայթակղվեցին։
And he said, Եվ Հիսուսն ասաց, թող կույրերն առաջնորդեն կույրերին դեպի փոսը, ամեն տունգ, որ իմ հայրը չի տնկել, կփոկվի։ Նա բառացիորեն ցույց տվեց մեզ, որ երբ ճշմարտությունը քարոզվի, մարդիկ վիրավորվելու են, եւ Աստված կօգտագործի այդ վիրավորանքը, որպեսզի արմատախիլ անի նրանց, ովքեր իրականում իրենը չեն։ Ապա մենք տեսանք, թե ինչպես նա իր քարոզով վիրավորեց իր քաղաքում ապրող մարդկանց, եւ նրանք այնքան վիրավորված էին, որ ցանկանում էին գցել նրանց սարի ծերպից։ Հետո մենք տեսանք, թե ինչպես նա վիրավորեց իր ընտանիքի անդամներին, ինչն անչափ զարմանալի է ինձ համար։ Նրա եղբայրները, մայրը, քույրերը մտածում էին, որ նա ցնորվել կամ խելքը թռցրել է, եւ գնացին, որպեսզի բռնեն նրան, իսկ նա այսպիսի բան ասաց, բայց ով է իմ մայրը եւ ովքեր են իմ եղբայրները եւ քույրերը, եթե ոչ նրանք, որ լսում են Աստծո խոսքը եւ կատարում այն։ Ամեն։ Բոլորս այստեղ նրա մայրերն են, քույրերը, եղբայրները։ Ամեն։ Մենք նույնպես տեսանք, որ նա վիրավորեց իր աշխատակազմին կամ աշակերտներին։ Սա զարմանալի է ինձ համար։ Հիսուսն այնպիսի բան քարոզեց, որ նրանք վիրավորվեցին եւ ասացին. այս խոսքը խիստ է։ Նա նայեց նրանց եւ ասաց. իրականում, եւ սկսեց ավելի խիստ բաներ քարոզել։ Եվ ի վերջո Աստվածաշունչն ասում է, որ նրա աշակերտներից ոչ թե մի քանիս, այլ շատերը հեռացան եւ այլևս չէին գնում նրա հետ, բայց նա չնայեց մնացածներին ու ասաց. տղաներ, մենք պետք է ջանք գործադրենք, որովհետեւ մենք հենց նոր կորցրեցինք մեր անձնակազմի կեսը։ Այլ նայելով Պետրոսին եւ մյուս աշակերտներին ասաց. տղաներ, դուք նույնպես ցանկանում եք գնալ։ Մենք տեսանք, թե ինչպես Հիսուսը վիրավորեց նույնիսկ իր մոտ ընկերներին։ Մենք տեսանք, երբ Ղազարոսը մահացու հիվանդ էր, Մարիամը եւ Մարթան լուր ուղարկեցին։ Եվ երբ այդ մարդիկ հրատապ կերպով հասան Հիսուսի մոտ, տեսան, որ նա սովորեցնում էր։ Նրանք ասացին. Հիսուս, դու պետք է հենց հիմա գաս մեզ հետ։ Եվ Աստվածաշունչն ասում է, երբ Հիսուսը լսեց, որ Ղազարոսը հիվանդ է, նա եւս 2 օր մնաց այդտեղ։ Եվ մի քանի օր անց, երբ նա ի վերջո հասավ այդտեղ, առաջին բանը, որ Մարիամն ու Մարթան ասացին նրան, հետեւյալն էր. Տեր, եթե դու այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մահանա։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Հիսուսը վիրավորում էր մարդկանց ամենուր ու գնում էր։ Այս երեկո ես ցանկանում եմ, որպեսզի դուք նայեք այս թեմայի մյուս կողմին։ Ես ցանկանում եմ, որպեսզի այսօր դուք տեսնեք, թե ինչպես էր վարվում Հիսուսը, երբ հարցը վերաբերում էր գայթակղություններին եւ վիրավորանքին։ Դուք կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Այս երեկո մենք կսկսենք Մատթեոսի ավետարանի 17-24-րդ խոսքից։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսը թույլ տվեց պարզապես մի փոքր սովորեցնել ձեզ։ Հիսուսը կառուցում է իր ծառայությունը Կափառնայում։ Շատերը չգիտեն սա։ Նա բնակվում է Նազարեթում, որտեղ է մեծացել էր, բայց կառուցում էր իր ծառայությունը Կափառնայումում։ Եվ Պետրոսը, գիտեք, երբ դուք ձեր հայրենիքում եք, ձեր հարազատ քաղաքում, դուք հարկեր եք մուծում, ճիշտ է։ Մենք սովորենք սրան, Պետրոսը տաճարում էր այնպիսի մարդկանց միջև, ովքեր հարկեր էին հավաքում։ Եվ այս պաշտոնյաները նայեցին Պետրոսին եւ ասացին. լսիր, քո ուսուցիչը այն մարդը, ում դու հետևում ես, մուծում է տաճարի հարկը։ Պետրոսը մի փոքր շփոթվեց եւ ասեց. իհարկե, իհարկե։ Նա վճարում է տաճարի հարկը։ Նա անմիջապես վերադարձավ այնտեղ, ուր Հիսուսն էր։ Հիսուսը սպասում էր նրան, ես սպասում էր, թե ինչ էր նա ասելու։ Քանի որ գիտեք, շատ անգամ Հիսուսը գործում է գիտության խոսքի զորավոր պարգևով։ Եվ Հիսուսն ասաց Պետրոսին, նայեք խոսք 24-ը։ Նա ասաց այո, եւ երբ որ տուն մտավ, Հիսուսը նրանից առաջ սկսեց եւ ասաց. քեզ ինչպես է երևում Սիմոն, երկրի թագավորներն ումից են առնում հարկը կամ տուրքը, իրենց որդիներից թե օտարներից։ Նա պարզապես այսպիսի բան է ասում, որը բոլորդ պետք է իմանաք, եւ ես շատ պարզ բացատրելու եմ այն։ Հիսուսը նայեց Պետրոսին եւ ասաց. լսիր, ումից են ազգերի թագավորները հարկեր հավաքում։ Արդյոք նրանք հավաքում են այն իրենց երեխաներից, արքայազներից եւ արքայադուստրերից, թե օտարականներից կամ այլ մարդկանցից։ Սա շատ պարզ հարց է, այդպես չէ։ Եվ Պետրոսը պատասխանեց ասելով. նրանք հարկեր են հավաքում օտարականներից, ոչ թե արքայազներից եւ արքայադուստրերից։ Արքայազները եւ արքայադուստրերը փաստորեն մեծապես օգուտ են խաղում հարկերից։ Նրանց գեստապահարաններն ավելի լավն են, քան այդ երկրում գտնվող ցանկացած երեխայինը։ Նրանք ապրում են այնպիսի տներում, որոնք լավագույնն են ամբողջ երկրում։ Նրանք մեծապես օգտվում են այն հարկերից, որ վճարում են օտարականները, այնպես որ կարդացեք 25-րդ խոսքը։ Պետրոսն ասաց նրան. օտարներից։ Հիսուսը նրան ասաց. ապա ուրեմն ազատ են որդիները։ Հիսուսն իր միտքն արտահայտելու համար տվեց հետևյալ հարցը. ուրեմն հարկերն օտարականներից են հավաքում, եւ շարունակեց Պետրոսի պատասխանից հետո. այդ դեպքում արքայազները եւ արքայադստրերը, թագավորի որդիները եւ դստրերն ազատ են ապրում։ Նրանք լիովին ազատ են ապրում։ They live for free. Correct? Come on, talk to me. They live totally free. Նրանք հարկատու չեն։ Նրանք ստիպված չեն հարկեր մուծել։ Այնպես որ ինչ է նա անում։ Նա ասում է. Պետրոս, գիտես ինչ։ Իմ հայրն այս տաճարի տերն է։ Ես նրա որդին եմ։ Ես ստիպված չեմ հարկեր վճարել։ Are you getting this? Օտարները պետք է հարկեր վճարեն, իսկ ես հարկատու չեմ։ Ես ազատ եմ հարկերից։ Ես չպետք է հարկեր վճարեմ։
Hallelujah, right? Հալելույա, ճիշտ է։ Everybody starts getting happy. Բոլորն ուրախանում են եւ սկսում են ապարել, երբ լսում են սա, հատկապես երբ նրանք աշխատում են նրա մոտ։ Look at verse 27. Բայց շարունակենք նայել 26-րդ խոսքը, բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր եւ առաջին դուրս եկող ձուկնար բերանը բաց եւ մի սատեր կգտնես, այն արդ ու նրանց իմ եւ քո տեղը։ You will find a piece of money, take that and give it to them for me and you. Now wait a minute. Բայց սպասեք, միթե նախորդ դասում նույն Հիսուսը չէր վիրավորում բոլորին, ուր էլ գնար։ Everywhere he Եվ այժմ նա զգուշորեն ասում է. and yet now Լավ Պետրոս, ես ազատ եմ, բայց նրանց չգայթակղեցնելու կամ չվիրավորելու համար գնա եւ վճարիր այդ հարկը։ lest we offend them, go pay the tax. Now, Ինչ է կատարվում what is այստեղ։ going on here? On one Մի կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես է նա վիրավորում մարդկանց ամեն տեղ ուր գնում է։ Մյուս կողմից նա ասում է. Ես չեմ ցանկանում վիրավորել նրանց, այնպես որ եք անենք դա։ Թեև մենք կարիք չունենք վճարել դրա համար։ Because you know sometimes people Բացեք ինձ հետ խնդրում եմ գաղատացիների 5-րդ գլուխը, հա թե ինչի մասին եմ ցանկանում խոսել ամբողջ դասի ընթացքում այս երեկո, որովհետև գիտեք, երբեմն մարդիկ չեն հասկանում, թե երբ մենք հավատացյալներս պետք է վիրավորական վար ցուցաբերենք, իսկ երբ ոչ։ Որովհետև թույլ տվեք մի բան ասել ձեզ, եթե գայթակղության ժայռն ապրում է ձեր մեջ, ապա գիտեք ինչ, դուք ինչ որ մեկին վիրավորանք եք պատճառելու, բայց դուք պետք է իմանաք երբ կարելի է դա անել, իսկ երբ ոչ։ Եվ սա մենք կպարզենք այս եւ նախորդ դասերի շնորհիվ Գաղատացիների 5-րդ գլուխ, 13-րդ խոսք։ Պողոսն ասում է, որովհետև դուք ազատության համար եք կանչվել, եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին։ Այլ խոսքերով ազատությունն արտոնություն է։ Դուք կանչված եք արտոնյալ լինելու։ Այդ իսկ պատճառով մի օգտագործեք այդ արտոնությունը որպես հնարավորություն ծառայելու ում։ Ինքներդ ձեզ։ Այլ օգտագործեք այն մեկը մյուսին սիրով ծառայելու համար։ through love. Everybody say love. Բոլորդ ասացեք սիրով, Love lays down its որովհետև սերը զոհում է իր կյանքը։ Now, let me say this. Թույլ տվեք ինձ համարձակությամբ ասել սա։ There is freedom in Ծառայության մեջ ազատություն կա, իսկ ստրկության մեջ կապանք։ slavery. Can you say amen? Ամեն։ Slave is one Ստրուկը հարկադրված է ծառայել, while a իսկ ծառան servant որոշում է is one who ծառայել։ gets to serve. Paul makes it very Պողոսը շատ եւ շատ պարզ է ասում, որ մենք պետք է օգտագործենք մեկս մյուսին ծառայելու մեր արտոնությունը սիրո միջոցով։ Ես որոշ տարբերություններ եմ դուրս գրել ստրուկի եւ ծառայի միջև։ Ստրուկը հարկադրված է, իսկ ծառան որոշում է կայացնում։ A servant gets to. Let this sink in. Թող սա թափանցի ձեր սրտի խորքը։ Սա ամենահրաշալի դասերից մեկն է, որ մենք որպես ծնողներ պետք է սովորեցնենք մեր երեխաներին։ Բայց մենք պետք է ինքներս կիրառենք այն, երբ չափահաս ենք դառնում հատկապես հավատացյալները։ A servant gets to do something. A slave Ստրուկը հարկադրված է ինչ-որ բան անելու։ the servant Ծառան որոշում է ինչ-որ բան անել։ potential. Do you want to Ստրուկը կատարում է նվազագույն պահանջները, ծառան գործում է ամբողջ իր ներուժը։ favor of God's on your Դուք ցանկանում եք իմանալ, թե ինչպես առաջ խաղացում ունենալ աշխատանքի մեջ, նախ եւ առաջ Աստծո բարեհաճությունը ձեր կյանքի վրա է։ working. Կարող եմ ասել ձեզ, թե ինչպես առաջ խաղացում ունենալ։ Սկսեք ծառայել աշխատելու փոխարեն։ Սկսեք ծառայել։ Սա նշանակում է աշխատեք մինչև 7:31 օր եւ տնօրենը կասի ձեզ. Ինչու եք դուք այս ժամին այստեղ։ Իսկ դուք կասեք, որովհետեւ այս գործը պետք է արվի եւ ինձ դուր է գալիս լինել այստեղ այս ժամին։ You'll get promoted like that. Եվ դուք անում եք այնպիսի բաներ, որ չեք էլ ակնկալում, ինչպես օրինակ հատակն ավլելը եւ ուզուքարանները մաքրելը կամ դրա նման մի բան։ Slave's a hireling. Հավատացեք ինձ, դուք առաջ կգնաք դրանով, որովհետև տնօրենները միշտ փնտրում են ծառաների, այլ ոչ թե վարձու աշխատուժի։ Ստրուկը վարձու աշխատուժ է, կամ ընդհակառակը վարձու աշխատողները ստրուկներ են։ Ստրուկը գնում է 1 մղոն, իսկ ծառան որոշում է 2 մղոն The գնալ։ slave feels robbed. Նրան դուր է գալիս ծառայելը, ստրուկին թվում է, թե իրեն թալանում են, իսկ ծառան տալիս է։ Ստրուկը կապված է, իսկ ծառան ազատ է։ Think about that. Մտածեք այս մասին։ A slave fights Ստրուկը պայքարում է իր իրավունքների համար, ծառան զոհում է իր իրավունքները։ servant lays down his rights. Now, turn with me please. Բացեք ինձ հետ Հռոմեացիների 14-րդ գլուխը։ I am going Ես մի շարք խոսքեր եմ մեջ բերելու այսօր, որպեսզի բացատրեմ այն, ինչ ցանկանում եմ ասել։ Romans Հռոմեացիների 14-րդ գլուխ։
Because I want Ես this ցանկանում եմ, so որպեսզի սա seared այնպես in դաջվի your ձեր heart. սրտում, որ այլևս there is no ոչ մի question հարց չլինի այն when you are մասին, defending թե and երբ when դու you are պետք է not վիրավորեք մարդկանց, իսկ երբ ոչ։ Romans the 14th chapter verse Հռոմեացիների 1 Paul 14 says, առաջին receive խոսք Պողոսն one ասում է, բայց who is հավատքի weak մեջ in the տկար faith, լինողին ընդունեք առանց not կարծիքների վրա disputes վիճելու։ or over doubtful things. Մեկը հավատում է, թե ամեն բան կարող է ուտել, բայց տկարը բանջար է ուտում։ Eats only vegetables. Now, what is Paul Ինչի talking մասին է about խոսում here? Պողոսը։ Back then, Այդ ժամանակ believers հավատացյալները քաջատեղյակ էին, որ կարելի էր ձեռք բերել were very aware այնպիսի that there միս, were certain meats որը that were տաճարներում offered to զոհաբերվում էր idols in կուրքերին։ Jesus made it very Հիսուսը clear պարզ ասում է in Mark's Մարկոսի Gospel, ավետարանի 7-րդ I գլխի believe it 19-րդ was the խոսքում, 7th chapter, the 18th որ ամեն verse, սնունդ մաքուր է եւ that մարդուն all չի պղծում meats այն, were clean, ինչ որ but it մտնում is է not նրա what մեջ, goes այլ into այն, a ինչ man դուրս է that գալիս defiles him, նրա but what բերանից։ comes out of a man's mouth that defiles him. Correct? And thereby Mark's Մարկոսի Gospel ավետարանն says ասում է, he որ made նա all մաքրեց clean. սրանով ամեն However, տեսակի there were սնունդը, still սակայն Աստվածաշունչն Christians ասում է, there որ who կային God says had քրիստոնյաներ, weak ովքեր դեռևս consciences or խղճով weak կամ in հավատով faith. տկար էին։ In other words, they Այլ just խոսքերով could նրանք not չէին կարողանում put ուտել այնպիսի themselves միս, up որն to ըստ eat իրենց any meat զոհաբերված that էր they thought կուրքերին, was թեև offered Աստվածաշունչը to an պարզ idol. ասում է, որ ամեն Even տեսակի though սնունդ the Bible սրբվում է clearly Աստծո says խոսքով եւ that meat is աղոթքով, sanctified by այնպես the որ word of God Պողոսն and ասում է, prayer. ընդունեք այն եղբորը, ով տկար է հավատքի Paul is մեջ, saying, մի դատեք receive նրան, a brother who is weak in the faith. մի վիճաբանեք նրա Don't հետ, judge him. այլ ընդունեք Don't նրան։ dispute with him, but receive him. A lot of times we like Շատ to անգամ մենք սիրում ենք վիճաբանությունների մեջ մտնել որոշ հարցերում։ Ես քննարկում եմ որոշ հարցեր մարդկանց հետ, բայց կան բաներ, որոնց շուրջ մենք չենք ցանկանում համաձայնության գալ, հասկանում եք։ Դուք պետք է ընտրեք այն հարցերը, որտեղ դուք միաբան եք։ Are you with me? Դուք ինձ հետ եք։ Now, I want to read you Ես ցանկանում եմ կարդալ առաջի Կորինթացիների 8-րդ գլխի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ խոսքերը։ խոսքերը։ Պողոսը գրում էր այս մասին Կորինթացիներին, որովհետեւ նրանք նույն խնդիրն ունեին։ Արդ կուրքի զոհված կերակուրների համար գիտեք, որ կուրքը ոչինչ է աշխարհում։ Արդյոք սա ճիշտ չէ։ Բայց մեզ համար մեկ Աստված կա, Հայրը, որից են ամեն բաները, եւ մենք նրա համար, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները, եւ մենք նրանով։ Սակայն ամեն այս գիտությունը չունեն, այլ խոսքերով նրանք ովքեր տկար են հավատքով, որովհետև ոմանք կուրքի մասին խղճմտանքով են ուտում, մինչև հիմա իբրև կուրքերին զոհված եւ նրանց խղճմտանքը տկար լինելով պղծվում է։ Պողոսն ասում է, դուք պետք է հասկանաք, որ կան որոշ մարդիկ, ովքեր չունեն այն հավատքի մակարդակը, որ դուք ունեք, ընդունեք նրանց, բայց ոչ թե նրանց հետ վիճելու համար։ Պողոսը խոսում է այն քրիստոնյաների հետ, ովքեր ուժեղ էին հավատքի մեջ, եւ թվում էր, թե նրանք ավելի շատ ձգտում էին պաշտպանել իրենց իրավունքները, քան ծառայել մեկը մյուսին։ Նրանք իրականում ուժեղ էին, երբ խոսքն այն մասին էր, որ ամեն սնունդ մաքուր է։ Հիսուսն է մաքրել այն ինձ համար, նա ասել է, որ այն մաքուր է։ Ես կարող եմ ուտել սա եւ կարեւոր չէ թե ինչին են հավատում մարդիկ, բայց Պողոսն ասում է դուք ավելի մեծ կարծիք ունեք ձեր մասին, քան այն եղբայրների, ովքեր տկար հավատք ունեն։ Այժմ կարդացեք Հռոմեացիների 14-րդ գլխի 12-ը։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Խոսք 13. Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի այս դրեք ձեր մտքում, որ եղբոր գլորում կամ գայթակղություն չդնեք։ Don't judge the person that's weaker in faith. Պողոսն ասում է՝ մի դատեք այն մարդում, ով ձեզանից տկար է հավատքով, եւ հավատքով տկարը չպետք է դատի նրան, ում հավատքն ավելի ուժեղ է։ Բայց դուք պետք է որոշում կայացնեք, որ գլորման քար չեք դնելու ձեր եղբոր համար։ Նայեք 17-րդ խոսքը, որովհետեւ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Պողոսը պարզ ասում է, կա մի բան, որ շատ ավելի կարեւոր է, քան ձեր իրավունքները։ Այս պահին դուք կարող եք զարմանալ, թե ինչու էր Հիսուսն ամենուր հրավիրում մարդկանց, իսկ մյուս կողմից ապացուցելով, որ ինքն ազատ է հարկերից։ Ասաց. Եք հարկեր վճարենք, որպեսզի չգայթակղեցնենք նրանց։ Թույլ տվեք բացատրել ձեզ տարբերությունը։ Հիսուսը վիրավորում էր մարդկանց միայն այն ժամանակ, երբ ճշմարտությամբ հնազանդվում էր Հորը։ Երբ նա քարոզում էր ճշմարտությունը, մարդիկ վիրավորվում էին, որովհետև ճշմարտությունը բնական կերպով վիրավորում է այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում հարել դրան։ Բայց դուք երբեք չեք տեսնի, որ Հիսուսը վիրավորեր ինչ-որ մեկին իր անձնական իրավունքների պատճառով։ Ահա տարբերությունը։ Ահա եւ ամբողջ տարբերությունը։ Երբ մենք պաշտպանում ենք մեր իրավունքները կամ արտոնություն ենք ստանում ինչ-որ մեկին վիրավորելու, մենք այդ եղբորը դրդում ենք դեպի մեղքը։ Քանի որ լսեք, թե ինչ է գրված առաջի Կորինթացիների 8-րդ գլխի 9-րդ խոսքում։ Միայն թե զգուշ կացեք, որ այդ ձեր իշխանությունը կամ ազատությունը գայթակղություն չլինի տկարներին։ Say it again.
Listen to what he said in 1 Առաջի Կորինթացիների 8:11-12 And because of Եվ այն տկար եղբայրը կկորչի քո գիտության պատճառով, որի համար Քրիստոսը մեռավ, եւ այսպես եղբայրների դեմ մեղանչելով եւ այն տկարների խղճմտանքը զարկելով, Քրիստոսի դեմ մեղք են գործում։ Everybody say you sin against Christ. Now hold your Այժմ նշեք այստեղը, որովհետև մենք վերադառնալու ենք այս խոսքերին։ Բացեք Մատթեոս ավետարանի 18-րդ գլուխը։ Հարկերը վճարելուց հետո Մատթեոս ավետարանի 17-րդ գլխի 26-րդ խոսքում Հիսուսն ասաց. բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր։ Նա անմիջապես շարունակում է 18-րդ գլխում եւ սկսում խոսել փոքրիկ երեխա դառնալու մասին։ Նա անմիջապես զգուշացնում է 6-րդ խոսքում, ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, ով հավատում է ինձ, who believe in me to sin. Everybody say to sin. Now let's read this again. Այժմ եկեք նորից կարդանք առաջի Կորինթացիների 8-րդ գլուխը։ Եվ այն տկար եղբայրը կկորչի քո գիտության պատճառով, որի համար Քրիստոսը մեռավ, եւ այսպես եղբայրների դեմ մեղանչելով Քրիստոսի դեմ մեղք եք գործում։ Երբ դուք վիրավորում եք տկար եղբոր խիղճը, դուք մեղք եք գործում Քրիստոսի դեմ։ Հիսուսն ասաց 6-րդ խոսքում, ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, ով որ հավատում է ինձ, ավելի լավ է նրան։ Այժմ տեսեք ինչի ասում Հիսուսը այս խոսքերը խիստ են, որ մի էշի ջաղացի քար նրա վզից կախվի եւ նա ծովի անդունդում ընկղմվի։ Վայ աշխարհիս գայթակղությունների համար, որովհետև պետք է որ գայթակղությունները գան, սակայն վայ այն մարդուն, որի ձեռով կգա գայթակղությունը, եւ եթե քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նրան եւ քեզանից դեն գցիր։ Ես ցանկանում եմ ասել հետեւյալը. եթե այն արտոնությունը, որ դուք ունեք որպես նոր կտակարանի հավատացյալ, որևէ եղբոր մեղանչելու առիթ է դառնում, կտրեք այն։ Թույլ տվեք մի օրինակ բերել այն մասին, թե ինչ կատարվեց իմ եւ Լիզայի հետ։ Մի քանի տարի առաջ, մոտ 10 տարի առաջ, ես ինձ հետ տարա Լիզային եւ մեր 3 երեխաներին, որովհետեւ Արդենն այդ ժամանակ դեռ ծնված չէր։ Էդիսոնը 6 տարեկան էր, Օստինը 3, իսկ Ալեքսը 1։ Ես Ինդոնեզիա տարա Լիզային, Էդիսոնին, Օստինին եւ Ալեքսին եւ Միգդայեկի երեխաների համար։ Ինդոնեզիան շատ հեռու է, այստեղ հասնելուն պես դուք անմիջապես պատրաստում եք տուն վերադառնալ, ահա թե որքան հեռու է այն։ Պետք է թռչել 30 ժամ։ Երբ մենք վերջապես հասանք Ինդոնեզիայի մայրաքաղաք Բալին, մենք լիովին հյուծված էինք։ Մենք դուրս եկանք ինքնաթիռից, հովիվը մեզ տարավ իր մեքենայով եւ տեղավորեց եկեղեցու երեցներից մեկի հյուրանոցում։ Բալին շատ գեղեցիկ հանգստյան վայր է, բայց այդ մարդու հյուրանոցն աշխարհի ամենալավ հյուրանոցը չէր եւ գտնվում էր ոչ բարետես շրջակայքում։ Ես հիշում եմ, երբ մենք հասանք այդտեղ, հյուրանոցի պատերը ստվարաթղթի պես բարակ էին, իսկ դրսում ողջ գիշեր շների հաչոց էր լսվում։ Այդ գիշեր կինս գրեթե չքնեց, երեխաներս նույնպես չքնեցին։ Այնպես որ հաջորդ առավոտյան, երբ մենք արթնացանք, լիովին հյուծված էինք։ Բայց մենք պետք է ինքնաթիռ նստեինք Յավա գնալու համար եւ անմիջապես քարոզեինք 2 շաբաթվա ընթացքում առնվազն օրը 2 անգամ, չհաշված մեկօրյա հանգիստը։ Եվ ես հիշում եմ, որ մեկ օր մենք քարոզեցինք 5 անգամ։ Այդ եկեղեցում 30,000 անդամ կար, իսկ այսօր այդտեղ 85,000 մարդ կա։ Այն շատ հրաշալի եկեղեցի է։ And today there are actually 85,000 members. And so it's a magnificent church. I mean they have Նրանց չորեքշաբթի օրվա ծառայությունները ժամը երեկոյան 7-ին, 10-ին եւ գիշերվա 1-ին են եւ ավարտվում են գիշերվա ժամը 4-ին։ Ես ծառայեցի երեկոյան ժամը 7-ի եւ 10-ի հավաքույթներին եւ երկրորդ ծառայությանը 7000 մարդ կար։ Բացի այդ նրանք 7 ծառայություն ունեին Կիրակի օրը, այնպես որ խիստ ծանրաբեռնված էին ծառայություններով։ Գիտեք թե ինչն է հրաշալի այդ եկեղեցում։ Եկեղեցու 70%-ը դավանափոխ եղած մուսուլմաններ են։ Բայց ինչևէ, մենք ավարտեցինք, ես հիշում եմ, թե ինչպես էինք նախաճաշում Յավայում 2 շաբաթ անց պատրաստվելով վերադառնալ Բալի, քանի որ մենք պետք է մնայինք այդտեղ եւս 2 օր եւ տուն վերադառնայինք։ Նախաճաշի ժամանակ մենք նստացինք շատ հարուստ մի կնոջ հետ։ Այդ կինը նայեց մեզ եւ ասես հասկացավ, որ այն հյուրանոցը, որտեղ մենք իջևանել էինք եւ պետք է կրկին իջևանեինք, որտեղ շների հաչոց էր լսվում, այնքան էլ լավը չէր։ Նա նայեց կնոջս եւ ինձ ու ասաց. «Գիտեք ինչ, ես ցանկանում եմ օրհնել ձեզ։ Բալիի լողափում 5 աստղանի հանգստյան հյուրանոց կա։ Հիշեք, որ Բալին Հավայան կղզիների նման է։ Ես 2 համար կվարձեմ ձեզ համար, որպեսզի դուք վերականգնվեք հաջորդ 2 օրվա ընթացքում»։ Ես ասացի «Փառք Աստծուն»։ Երեխաներս ոգևորված էին։
My kids were excited. Մեր թարգմանիչը նույնպես ոգևորված էր, բայց կինս ասաց. «Թանկագինս, ես չեմ զգում, որ դա ճիշտ է»։ Ես ասացի. «Ոչ, ամեն ինչ լավ է»։ Մի անհանգստացի, բայց նա ասաց. «Բայց Ջոն, դու գիտես, որ այդ հյուրանոցի տերը Բալի հովի երեցներից մեկն է»։ Ես ասացի. «Նա դեմ չի լինի»։ Այս կինն օրհնեց մեզ, խնդիր չկա, պարզապես թույլ տուր, որպեսզի ես հոգամ այդ մասին։ Մենք ինքնաթիռում էինք եւ Բալի էինք գնում, երբ իմ կինը կրկին ասաց. «Թանկագինս, ես չեմ զգում, որ մենք ճիշտ ենք վարվում»։ Ես ասացի. «Լիզա, մի անհանգստացի»։ Նա ցանկանում է, որպեսզի մենք օրհնված լինենք, նա լավ հովիվ է եւ դեմ չի լինի սրան։ Վայրեջքից հետո, երբ մենք ստանում ենք մեր ուղեբեռը, կինս ասաց. «Թանկագինս, ես չեմ զգում, որ մենք ճիշտ ենք վարվում»։ Ես ասացի. «Թանկագինս, մի անհանգստացիր, պարզապես թույլ տուր, որպեսզի ես հոգամ այդ մասին»։ Ես մեքենան նստեցի հովի հետ եւ ասացի. «Հովիվ, ես լավ նորություն ունեմ։ Մի կին իսկապես օրհնել է մեզ գեղեցիկ 5 աստղանի հյուրանոցով։ Նա 2 համար է պատվիրել, 2 օրվա ընթացքում, այնպես որ մենք կարող ենք իջևանել այն հյուրանոցում, որտեղ վերջին անգամ գիշերեցինք։ Նա իսկապես լռեց եւ ոչինչ չասաց։ Վերջապես ես հարցրեցի. «Ամեն ինչ լավ է»։ Նա ասաց. «Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ»։ Ես պատասխանեցի. «Հույսով եմ, այո»։ Նա ասաց. «Դուք իրականում կվիրավորեք այդ մարդուն, եթե իջևանեք մյուս հյուրանոցում, որովհետև նրա հյուրանոցի բոլոր համարները պատվիրված են այս երեկո, բայց նա պահել է 2 լավագույն սենյակները ձեր ընտանիքի համար»։ Ես միանգամից տեսա, թե ինչ էի ես արել։ Ես ասացի. «Հովիվ, ես չեմ գնա 5 աստղանի հյուրանոց։ Մենք ուրախությամբ կգնանք ձեր երեցի հյուրանոցը, որովհետև ես արդեն տեսա, որ հավանաբար վիրավորեցի նաև Հովվին»։ Արդյոք ես իրավունք ունեի մնալ 5 աստղանի հյուրանոցում, երբ ինչ-որ մեկը պատրաստ էր օրհնել ինձ։ Անկասկած, բայց դրա պատճառով 2 եղբայր սայտակելու էին։ Ես վիրավորանք էի առաջացնելու։ Եվ ավելի լավ է ես հրաժարվեի 5 աստղանի հյուրանոց գնալու իմ իրավունքից, քան վիրավորանք պատճառեի ինչ-որ մեկին։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց, որ եթե դուք քաղաք մտնեք եւ ձեզ ինչ-որ տեղ տեղավորեն, օրհնեք այդ վայրը եւ մնացեք այդտեղ։ Մի գնացեք տնից տուն։ Երեկային ինչ դնում են ձեր առջև, նա փորձում է ասել մեզ, թե ինչպես խուսափել վիրավորական վարքից։ Դուք ինձ հետ եք։ Գիտեք, թե ինչ հրաշալի բան կատարվեց։ Աստված օրհնեց այդ 2 օրերը եւ մենք շատ զորավոր ծառայություններ անցկացրեցինք։ Բայց հույսով եմ, որ այլևս ստիպված չեմ լինի սովորել այդ դասը։ Պողոսն ասաց կորինթացիներին. «Տերը պատվիրեց, որպեսզի նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, ապրեն ավետարանով։ Ես ունեմ այդ իրավունքը, բայց ես ընտրում եմ չօգտվել դրանից։ Ես ինքս եմ աշխատում։ Ես զբաղվում եմ վրանագործությամբ։ Կան այլ եկեղեցիներ, որոնք ցանում են եւ աջակցում են ինձ, բայց նա զգում էր իրավունքները պահանջելը սայթաքելու պատճառ կլինեն նրանց համար։ Այնպես որ նա ասեց. «Ես անտեսելու եմ այն, որպեսզի դուք իմանաք, որ իմ սիրտը ձեզ հետ է»։ Կան որոշակի իրավունքներ, որ մենք ունենք որպես նոր կտակարանի հավատացյալներ, եւ երբեմն մենք պետք է ասենք. «Գիտեք ինչ, ես շրջանցելու եմ դրանք մի պատճառով, որովհետեւ ես ավելի մտահոգված եմ իմ եղբորը ծառայելով, քան իմ իրավունքները պաշտպանելով»։ Աստծուն հաճելի է, երբ դուք այսպես եք ապրում, քանի որ Աստված տեսնում է, որ դուք չեք օգտագործում ձեր արտոնությունները ինքներդ ձեզ ծառայելու համար, այս սիրով ծառայում եք մեկը մյուսին։ Դուք ինձ հետ եք։ Երբեմն մենք պետք է հարցնենք իրար. արդյոք սա նոր կտակարանի առավելություններից մեկն է։ Այո, արդյոք դրա պատճառով մարդիկ կսայթաքեն։ Միգուցե այո, միգուցե ոչ։ Գիտեք, մի քանի օր առաջ ես այնքան օրհնված էի, անցած շաբաթ ես քարոզում էի Պորտուգալիայում եւ Հովիվն այնքան ուշադիր էր իմ հանդեպ։ Նա ցանկանում էր մի շիշ գինի պատվիրել, սակայն գիտեր, որ ես ամերիկացի եմ։ Նա ասաց. «Արդյոք դուք կվիրավորվեք, եթե ես մի շիշ գինի խմեմ»։ Ես ասացի. «Ոչ, պարոն, վայելեք այն, բայց ես չեմ խմի, ես պարզապես կվայելեմ մեր շփումը»։ Այնից բնավ չի անհանգստացնի։ Ես ասացի. «Ամերիկայում մարդիկ խմում են հարբելու համար, Եվրոպայում մարդիկ խմում են շփման համար, տարբերությունը մեծ է»։ Ինձ համար իրականում օրհնություն էր այն փաստը, որ այդ Հովվին հետաքրքրեց իմ կարծիքը, քանի որ նա գիտեր, որ ես ամերիկացի քարոզիչ եմ։ Եվրոպացի մարդիկ մի փոքր այլ մտածելակերպ ունեն։ Այնպես որ մենք պետք է որոշենք հետևյալը. եթե մենք պատրաստում ենք քայլել Հիսուսի հետ, մենք վիրավորելու ենք մարդկանց, երբ խոսենք Աստծո խոսքը։ Անցյալում ես խոսել եմ այն, ինչ Աստված էր ասում, եւ մարդիկ զայրացած դուրս են եկել հավաքույթից, բայց ճշմարտությունն այն էր, որ նրանք այս կամ այն մեղքի մեջ էին։ Նրանք բառացիորեն հեռանում էին։ Ես վիրավորել եմ նրանց, ես վիրավորում եմ մարդկանց, երբ քարոզում եմ։ Մարդիկ շատ անգամ են մոտեցել ինձ եւ ասել. «Երբ մենք առաջին անգամ լսեցինք ձեզ, դուք ընդհանրապես մեր դուրը չեկաք»։ Ես ասում եմ. «Ինչու՞։ Ես ամեն ինչ ճիշտ էի անում»։ Բայց այժմ մենք սիրում ենք ձեզ, որովհետեւ մենք լսեցինք, թե ինչ եք դուք ասում։ Իմ իրավունքները չէին վիրավորել նրանց, այլ քարոզվող խոսքը, ճշմարտությունը։ Բայց մյուս կողմից էլ մենք պետք է ասենք, իմ առաջնությունն իմ նոր կտակարանի իրավունքները չեն, այլ մարդկանց չվիրավորելը։
Are you with me? Դուք ինձ հետ եք։ See, I'll be honest. Եթե դուք ապրում եք Չիկագոյի, Դալասի կամ Լոս Անջելեսի նման քաղաքներում, ապա կարող եք վարել ցանկացած մեքենա եւ ապրել ցանկացած տան մեջ, եւ դա նորմալ է։ But if you live Բայց in եթե դուք ապրում եք փոքրիկ քաղաքում եւ վարում որոշ մեքենաներ կամ ապրում որոշ տներում, դուք կարող եք հավատացյալների սայթակման պատճառ դառնալ, որովհետեւ նրանք տկար հավատք ունեն։ they don't realize Նրանք չեն գիտակցում, որ Աստված ցանկանում է օրհնել Are իրենց։ you with me? So you know that Այնպես որ ես ասում եմ հետեւյալը, ինչպես կարելի է վարվել այս իրավիճակում։ what's going to keep Թույլ տվեք մի բան ասել ձեզ, ինչ որ բան ունենալու իմ իրավունքն այնքան կարևոր չէ, որ հանուն դրա ես ինչ որ մեկի սայթակման պատճառ դառնամ եւ հայտնվեմ դժոխքում։ This is the way we Ահա թե ինչպես մենք պետք է նայենք ամեն ինչին։ Ահա թե ինչ էր ասում Պողոսը Կորինթացիներին։ Ես իրավունք ունեմ զոհաբերություն հավաքել ձեզանից։ Ես իրավունք ունեմ, որովհետև Տերը պատվիրեց, որպեսզի նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, ապրեն ավետարանով։ Բայց ես չեմ օգտվելու այդ իրավունքից, քանի որ ցանկանում եմ, որ դուք իմանաք հետեւյալը։ Ես սիրում եմ ձեզ հոր նման եւ չեմ ցանկանում, որպեսզի ձեզանից ինչ որ մեկը սայթակի։ Ես չեմ ցանկանում, որպեսզի ձեզանից որևէ մեկը մտածի, որ ես քարոզում եմ ձեզանից փող ստանալու you համար։ have people here in this church. Թույլ տվեք մի բան ասել ձեզ այս եկեղեցու մարդիկ պետք է միշտ իմանան, որ մենք կանչված ենք մեկս մյուսին սիրով ծառայելու համար։ Մենք մեր վարքով չպետք է երբևէ վիրավորենք մարդկանց եւ կառչենք մեր իրավունքներից։ Թույլ տվեք խոսքը սուղել կարգուկանոնի ծառայողներին։ Հիշեք, որ յուրաքանչյուրը ով մտնում է այս եկեղեցի, կարող է գնալ կամ երկին կամ դժոխք ձեր պատճառով։ Միգուցե մարդը գալիս է այստեղ առաջին անգամ եւ եթե դուք կոպիտ վերաբերվեք նրա հետ, եթե չողջունեք նրան, ինչպես առաջին անգամ Աստծուն եկողի, եթե չժպտակ եւ ցույց չտաք, որ դուք հոգում եք նրա մասին, դուք հասկանում եք թե ինչ եմ ասում։ Միգուցե ինչ որ մեկը շրջվի եւ դուրս գնա եւ այլևս չգա եկեղեցի։ Հասկանում եք թե ինչ եմ ասում։ Եթե դուք անվտանգության ծառայող եք, ապա հիշեք, որ թեև մենք հոգում ենք քարոզիչների անվտանգության մասին, թեև մենք պետք է համոզված լինենք, որ նրանք ապահով պաշտպանված են, բայց գիտեք ինչ, սա նշանակում է, որ մենք պետք է նույն վերաբերմունքը ցուցաբերենք այլ մարդկանց հանդեպ նույնպես, որովհետեւ Հիսուսը մահացավ նրանց համար այնպես, ինչպես եւ քարոզիչների համար։ Սխալ մի հասկացեք ինձ, մենք միշտ պատվում ենք Աստծո մարդկանց։ Աստվածաշունչը սովորեցնում է այդ մասին եւ դրանում օրհնություն կա։ The least in the body. Աստված պատվիրում է անել սա, որպեսզի մենք օրհնված լինենք, սակայն նա մահացավ մեզանից յուրաքանչյուրի համար։ Ամենափոքր Քրիստոսի մարմինը նույնքան կարևոր է Աստծո համար, ինչպես եւ ամենամեծը, եւ նա նույնքան սիրում է Քրիստոսի մարմնի ամենափոքր անդամին, ինչպես եւ ամենամեծին։ Երբ մենք մտապահենք այս սիրո օրենքը, որպեսզի սիրով ծառայենք մեկս մյուսին, գիտեք ինչ տեղի կունենա։ Մենք վիրավորանք չենք պատճառի մարդկանց, քանի որ 2 Կորինթացիների 6-րդ գլխում Պողոսն ասում է, որ սրանով նա ստուգում էր, թե արդյոք իր ծառայությունը կառուցողական բնույթ է կրում։ Նա ասաց. ոչ մի բանով, ոչ մի գայթակղություն չենք տալիս, որ պաշտոնը կամ ծառայությունը չնախատվի։ Եվ թույլ տվեք կարդալ առաջի Կորինթացիների 10-րդ գլխի 22-23 եւ 33-րդ խոսքերը։ Նա ասաց. ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ։ Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան շինություն չի տալիս։ Ոչ ոք միայն իր անձի օգուտը չորոնի, այլ ամեն մեկն ընկերինն է։ Ուրեմն թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործել որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Առանց գայթակղություն տալու եղեք հրեաներին եւ հույների եւ Աստծո եկեղեցուն, ինչպես էլ ամեն բանով ամենին հաճո եմ լինում, իմ անձի օգուտը չորոնելով, բայց շատերինը որ փրկվեն։ Հռոմեացիների 14:19 Ապա ուրեմն խաղաղության եւ միմյանց շինության բաների ետևից գնանք։ Ահա թե ինչպես ենք մենք կարող ստուգել, արդյոք մեր ծառայությունը կառուցողական է։ Ամեն։ Հիշեք, ծառայեք մեկը մյուսին սիրով եւ մի վիրավորեք մարդկանց ձեր իրավունքներով։ Why is it important? Ինչու է կարևոր ներել։ Արդյոք կան դեպքեր, երբ պետք չէ ներել։ Քանի անգամ եք ներում նույն վիրավորանքը։ Բոլոր այս հարցերը կպատասխանվեն Ջոնի հաջորդ դասում, որը կոչվում է ներում։ Եթե չտաք, չեք ստանա։ Հիսուսն ասաց. անկարելի է, որ գայթակղություններ չգան։ Վիրավորանքը որոգայթ է, թակարդ։ Այն։ Սատանայի խայծն է։